Պատահական հանդիպումը մարդաշատ սրճարանում ընդմիշտ կփոխի միայնակ հոր նրա դստեր կյանքը։ Ցավից վերքեր ստացած երիտասարդ կինը նոր ընտանիք կգտնի այնտեղ, որտեղ ամենաքիչն էր սպասում։ Սերը կծաղկի ամենաանսպասելի վայրերում, ապացուցելով, որ նոր սկիզբները կարող են ավելի գեղեցիկ լինել, քան առաջինները։ Այս անհավանական պատմությունը լսելուց առաջ մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, ավելի հետաքրքիր պատմություններ դիտելու համար։ Թարմ եփած սուրճի ինտենսիվ բույրը խառնվում էր աշխույժ զրույցներին, որոնք արձագանքում էին ամբողջ տարածքում։ Մայրաքաղաքում գարնանային տիպիկ շաբաթ օր էր, Cave du Centre-ն սովորականից ավելի մարդաշատ էր, շաբաթներ շարունակ տեղացած անձրներից հետո, որոնք մարդկանց տանը պահել էին։ Մարկոն ուղղեց իր 6-ամյա դստեր, Աննայի աթոռը, դիտարկելով հաստատություն մտնող դուրս եկող հաճախորդների անընդհատ հոսքը։ «Հայրիկ, կարող եմ տաք շոկոլադ պատվիրել մարշմելլոուով», հարցրեց Աննան, սեղանի տակ իր փոքրիկ ոտքերը ճոճելով թերթելով գունազարդման գիրքը, որը միշտ իր հետ էր պահում հանգստյան օրերին։ «Իհարկե, արքայադուստր։ Գիտես, որ մեր շաբաթ օրերը յուրահատուկ են», սիրալիր ժպիտով պատասխանեց Մարկոն, դիտելով դստեր աչքերի փայլը ուրախությունից։ Այդ միասին անցկացրած պահերը դարձել էին նրանց կյանքի հիմքը, 2 տարի առաջ Քյարայի խաղաղ, բայց ցավոտ ամուսնալուծությունից հետո։ Մարկոն ճարտարապետ էր, աշխատում էր քաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակում, շաբաթվա ընթացքում նա հազվադեպ էր տեսնում Աննային, իր զբաղված գրաֆիկի պատճառով։ Հետաբար, հանգստյան օրերը սուրբ էին։ Ամեն շաբաթ, կրոնական առումով, հայրն ու դուստրը հանդիպում էին նախաճաշի, որին հաջորդում էր զբոսայգում զբոսանքը կամ գրախանութ այցելելը։ Դա մի ծես էր, որին նրանք երկուսն էլ անհամբեր սպասում էին ամբողջ շաբաթ։ Մինչ նրանք սպասում էին իրենց պատվերին, Մարկոն նկատեց մի երիտասարդ կնոջ, որը տատանվելով կանգնած էր սրճարանի մուտքի մոտ։ Նա, հավանաբար, մոտ 28 տարեկան կլիներ, շիկահեր մազերով, որոնք մեղմորեն իջնում էին ուսերից, նրա հայացքում ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը։ Այդ կանաչ աչքերում խորը տխրություն կար, կարծես նա անտեսանելի ծանրություն էր կրում ուսերին։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ նա միայն մեկ ձեռք ուներ, ձախ ձեռքը կտրված էր ուսից։ Կինը սկսեց քայլել սեղանների միջով, ակնհայտորեն նստելու տեղ փնտրելով։ Մարկոն զգուշորեն նկատեց, թե ինչպես է նա մոտենում մի քանի սեղանների, միայն թե մերժվի քաղաքավարի, բայց վճռական ժեստերով։ Սրճարանն իսկապես լեփ-լեցուն էր, բայց նա զգաց ավելին, որոշակի անհարմարություն մարդկանց շրջանում, նկատելով նրա հաշմանդամությունը։ «Հայրիկ, ինչու է այդ աղջիկը տխուր», շշնջաց Աննան, հետելով հոր հայացքին։ «Չգիտեմ, սիրելիս։ Գուցե նա պարզապես նստելու տեղ է փնտրում», պատասխանեց Մարկոն, կրծքին կարեկցանքի մի զգացում զգալով։ Երիտասարդ կինը մոտեցավ մի քանի սեղանների, առանց հաջողության։ Յուրաքանչյուր մերժման հետ նրա ուսերը, կարծես մի փոքր ավելի էին կռանում, Մարկոն նկատեց, թե ինչպես է նա խորը շունչ քաշում, հավաքելով համարձակություն կրկին փորձելու համար։ Նրա կեցվածքի մեջ կար ինչ-որ բան, որը խորապես հուզեց նրան, վճռականության խոցելիության խառնուրդ, որը արթնացրեց նրա պաշտպանողական բնազդը։ Վերջապես նա մոտեցավ նրանց սեղանին։ Մարկոն մոտիկից կարող էր տեսնել, թե որքան գունատ էր նրա դեմքը, գրեթե ուժասպառ, թե ինչպես էին նրա ձեռքերը, իրականում նրա միակ ձեռքը, թեթակի դողում։ «Ներեցեք», ասաց նա մեղմ, բայց հոգնած ձայնով։ «Հնարավոր կլինի ձեզ հետ սեղան կիսել։ Գիտեմ, որ տարօրինակ է հնչում, բայց ես չկարողացա գտնել այլ տեղը»։ Նրա ձայնը վերջում խրպոտեց, Մարկոն հասկացավ, թե որքան դժվար էր նրա համար այդ խնդրանքը ներկայացնելը։ Առանց մեկ վայրկյան անգամ տատանվելու, նա վեր կացավ աթոռը քաշեց։ «Իհարկե։ Խնդրում եմ, նստեք», ասաց նա անկեղծորեն ողջունող ժպիտով։ «Ես Մարկոն եմ, իսկ սա իմ դուստրն է, Աննան»։ Երիտասարդ կնոջ դեմքին թեթացում զգացվեց անմիջապես հուզիչ։ «Շատ շնորհակալ եմ։ Ես Օլիվիան եմ», պատասխանեց նա, զգուշորեն նստելով Մարկոյի առաջարկած աթոռին։ Աննան, որը միշտ շփվող հետաքրքրասեր երեխա էր եղել, անմիջապես հետաքրքրություն ցուցաբերեց իր նոր ընկերուհու նկատմամբ։ «Բարը, Օլիվիա։ Դու շատ գեղեցիկ ես։ Սիրում ես նկարել։ Ես այստեղ եմ գունավորում այս գիրքը», ասաց նա, մանկական ոգորությամբ ցույց տալով իր գունագեղ էջերը։ Օլիվիան սրճարան մտնելուց հետո առաջին անգամ ժպտաց, անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա հոգնած դեմքը։ «Շնորհակալություն, Աննա։ Ես իսկապես սիրում եմ նկարել։ Իրականում, ես դրանով եմ զբաղվում։ Ես գրաֆիկական դիզայներ եմ։ Հրաշալի է։
Հայրիկ, նա քո բույսերով նկարում է ճիշտ քո նման, բացականչեց Աննան, ստիպելով Մարկոյին ծիծաղել։ Բույսերը մի փոքր տարբերվում են գրաֆիկական դիզայնից, արքայադուստր, բացատրեց նա, դիմելով նա Օլիվիային։ Ես ճարտարապետ եմ, ուստի նկարում եմ, բայց դրանք շենքերի տների նախագծեր են։ Զրույցը այդտեղից բնականորեն ընթացավ։ Մարկոն սուրճ պատվիրեց Օլիվիայի համար, ով սկզբում փորձեց մերժել, բայց ի վերջո երախտագիտությամբ ընդունեց։ Զրույցի ընթացքում նա նկատեց, թե ինչպես է նա խուսափում իր մասին խոսելուց, միշտ հարցերը ուղղելով նրանց։ Իսկ դու, Օլիվիա, երկար ժամանակ ապրել ես այստեղ, մայրաքաղաքում, անկեղծորեն հետաքրքրված հարցրեց Մարկոն։ Նրա դեմքի վրայով ստվեր անցավ։ Ես ապրում էի։ Դա բարդ է, պատասխանեց նա, ներք նայելով։ Ես որոշ փոփոխությունների միջով եմ անցնում իմ կյանքում։ Աննան երեխաների բնորոշ անկեղծությամբ ուղղակիորեն հարցրեց. Տխո՞ր ես։ Երբ ես տխուր եմ, հայրիկս ինձ ամուր գրկում է, ամեն ինչ լավանում է։ Օլիվիան կրկին ժպտաց, այս անգամ արցունքն աչքերին։ Դու շատ քաղցր ես, Աննա։ Եվ այո, ես մի փոքր տխուր էի, բայց այստեղ լինելով քեզ հետ խոսելով, ես ինձ ավելի լավ եմ զգում։ Մարկոն անմիջապես կապ զգաց այդ կնոջ հետ։ Նրա, Աննայի հետ անկեղծ համբերատարությամբ սիրով վարվելուց ի մեջ կար ինչ-որ բան, որը տպավորեց նրան։ Եվ այն խոցելիությունը, որը նա փորձում էր թաքցնել, նրա մեջ արթնացրեց նրան պաշտպանելու, նրան ավելի լավ ճանաչելու ցանկություն։ Զրույցի ընթացքում Աննան անփույթ նշեց. Այսօր ինձ համար հատուկ օր է, քանի որ դպրոցում լավ գնահատական ստացա։ Շնորհավորում եմ, ասաց Օլիվիան, աջ ձեռքը սեղանին խփելով։ Շնորհակալություն։ Իսկ դու, այսօր քեզ համար էլ է։ Հատուկ օր, մանկական հետաքրքրասիրությամբ հարցրեց Աննան։ Օլիվիան մի պահ տատանվեց, ապա մեղմ պատասխանեց. Դե այսօր իմ ծննդյան օրն է։ Աննան հուզված ցատկեց աթոռից։ Նրա ծննդյան օրը։ Հայրիկ, այսօր Օլիվիայի ծննդյան օրն է։ Մենք պետք է երգենք ծնունդը շնորհավոր երգը։ Մինչ որը մեկը կհասցներ արձագանքել, Աննան սկսեց բարձրաձայն երգել ծնունդը շնորհավոր երգը, գրավելով ամբողջ սրճարանի ուշադրությունը։ Մյուս հաճախորդները, կլանված երեխայի ուրախությամբ, սկսեցին միանալ երգին։ Մարկոն, սկզբում ամաչելով, շուտով միացավ երգչախմբին, երբ տեսավ Օլիվիայի աչքերում արցունքները։ Երբ երաժշտությունն ավարտվեց, ամբողջ սրճարանը ծափահարեց, Օլիվիան տեսանելիորեն հուզվեց, փորձելով թաքցնել արցունքները։ Շնորհակալություն, շշնջաց նա։ Շատ ժամանակ է անցել այն ժամանակվանից, երբ որը մեկը ինձ համար ծնունդը շնորհավոր երգը երգեց։ Մարկոն անմիջապես վեր կացավ։ Սա այսպես չի կարող մնալ։ Աննա, տորտ գնենք տոնելու համար։ Այո, գոռաց Աննան, ուրախությունից ցատկոտելով։ Մի քանի րոպե անց Մարկոն վերադարձավ փոքրիկ շոկոլադե տորթով մոմով։ Մատուցողը, որը ականատես էր եղել ամբողջ տեսարանին, առանց որը մեկի հարցնելու լուցկի բերեց։ Երբ նրանք մոմը վառեցին, Օլիվիան այն մարեց, լուրջ ցանկություն հայտնելով, նա ժպտաց արցունքների միջից, ժպիտ, որը Մարկոն երբեք չէր մոռանա։ Ինչ պատվեր ունեիր, հետաքրքրասիրությամբ հարցրեց Աննան։ Եթե ես քեզ ասեմ, դա տեղի չի ունենա, պատասխանեց Օլիվիան, ուղիղ նայելով Մարկոյին։ Բայց կարող եմ ասել, որ դա կապված է հատուկ մարդկանց հետ հանդիպելու հետ, երբ դու ամենակիչն ես սպասում դրան։ Առավոտյան մնացած մասն անցավ արագ։ Օլիվիան պատմեց, թե ինչպես էր մեծացել քաղաքի այդ հատվածում, որ այս սրճարանը իր մանկության սիրելի վայրերից մեկն էր։ Նա խոսեց ազատ դիզայների իր աշխատանքի, անկախ ֆիլմերի հին գրախանութների հանդեպ իր գրքի մասին։ Մարկոն հայտնաբերեց, որ նրանք շատ ընդհանրություններ ունեն։ Երկուսն էլ սիրում էին երաժշտություն, հաճախ էին այցելում քաղաքի կենտրոնում գտնվող նույն անկախ կինոթատրոնը, յուրահատուկ ճաշակ ունեին անհամապատասխան կահույքով սրճարանների նկատմամբ։ Երբ մեկնելու ժամանակը հասավ, Աննան հարցրեց. Օլիվիա, հաջորդ շաբաթ այստեղ կլինես։ Օլիվիան անվստահ նայեց Մարկոյին։ Ես չգիտեմ։ Գուցե։ Խնդրում եմ, եկեք, աղաչեց Աննան։ Դա լավագույն ծննդյան երեկույթն էր, որ ես երբե տեսել եմ։ Մարկոն ստիպված զգաց խոսել։ Եթե ուզում ես, մենք սովորաբար սուրճ խմելուց հետո գնում ենք այգի։ Շատ հաճելի կլիներ քո ընկերակցությունը։ Նրան հանդիպելուց ի վեր առաջին անգամ Օլիվիան անկեղծորեն երջանիկ էր թվում։
Ես դա շատ կցանկանայի։ Իսկապես շատ։ Երբ նրանք հրաժեշտ տվեցին սրճարանի դռան մոտ, Մարկոն զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել։ Զգացողություն, որ այդ օրը սկսվել էր ինչ-որ կարևոր բան, մի կապ, որը գերազանցում էր պարզապես անբնական բարեկամությունը։ Օլիվիան կարծես նմանատիպ բան զգաց, քանի որ հեռանալուց առաջ վերջին անգամ շրջվեց։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք նստել ձեզ հետ, ասաց նա։ Դուք փրկեցիք իմ օրը։ Շնորհակալություն մեր օրը այդքան յուրահատուկ դարձնելու համար, պատասխանեց Մարկոն, զարմացած իր սեփական խոսքերից։ Երբ նրանք քայլում էին դեպի մեքենան, Աննան բռնեց հոր ձեռքը հարցրեց. Հայրիկ, քեզ դուր եկավ Օլիվիան։ Մարկոն ուշադիր մտածեց պատասխանի մասին։ Այո, Աննա։ Նա շատ յուրահատուկ մարդ է թվում։ Հուսով եմ, նա կգա հաջորդ շաբաթ օրը։ Նա շատ տխուր էր, բայց ուրախ էր մեզ հետ լինելու համար։ Մարկոն համաձայնվեց, արդեն պատկերացնելով, թե ինչպիսին կլինի նրանց հաջորդ հանդիպումը։ Օլիվիայի մեջ կար ինչ-որ բան, որը միաժամանակ հետաքրքրում գրավում էր նրան։ Նրա վերաբերմունքը Աննայի հանդեպ, նրա անկեղծ երախտագիտությունը, ամենակարևորը, այն ուժը, որը նա ցուցաբերում էր, չնայած աչքերում ակնհայտ տխրությանը։ Տուն վերադառնալու ճանապարհին Մարկոն չէր կարողանում դադարել նրա մասին մտածելուց։ Այդ մելամաղձոտ հայացքի հետում շատ ավելին կար, նա անկեղծորեն հետաքրքրվեց նրան ավելի լավ ճանաչելով։ Ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նա զգաց, որ իր կրծքում ինչ-որ բան է ծաղկում։ Հետաքրքրություն, որը գերազանցում էր կարեկցանքը։ Աննան քնեց մեքենայի հետի նստատեղին, դեռս ձեռքին մի քանի անձեռոցիկներ այն սրճարանից, որտեղ ծաղիկներ էր նկարել Օլիվիայի համար։ Մարկոն ժպտաց, նայելով քնած դստերը, մտածելով, թե ինչպես էր նա պատասխանատու պատահական հանդիպումը պոտենցիալ յուրահատուկ բանի վերածելու համար։ Երբ նրանք տուն հասան, մինչ Աննային քնեցնելու էր, Մարկոն մտածում էր, թե արդյոք Օլիվիան իսկապես կհայտնվի հաջորդ շաբաթ օրը։ Նրա մի մասը անհամբեր սպասում էր, որ նա կհայտնվի։ Հաջորդ շաբաթ օրը Մարկոն սպասում էր ավելի դանդաղ։ Ամբողջ շաբաթ նա մտածում էր Օլիվիայի մասին, մտածելով, թե արդյոք նա իրականում կհայտնվի սրճարանում։ Աննան իր հերթին չէր կարողանում դադարեցնել խոսելը ծննդյան երեկույթի գեղեցիկ աղջկա մասին, իր թղթերի վրա ուրվագծելով 3 մարդկանց միասին պատկերներ։ Հայրիկ, կարծում ես, Օլիվիան այսօր այստեղ կլինի, հարցրեց Աննան 10-րդ անգամ այդ առավոտյան, երբ պատրաստվում էր դուրս գալ։ Չգիտեմ, արքայադուստր։ Եթե նա այստեղ չէ, խնդիր չկա։ Մենք մի նույն է կզվարճանանք, պատասխանեց Մարկոն, փորձելով անտարբեր հնչել, չնայած նա նույնպես անհամբեր սպասում էր Օլիվիային նորից տեսնելուն։ Երբ նրանք հասան սրճարան, Մարկոն աննկատ զննեց սենյակը, փնտրելով շիկահեր մազերը։ Նա նրան ոչ մի տեղ չտեսավ։ Նրանք նստած էին նույն սեղանի շուրջ, ինչ նախորդ շաբաթ, Մարկոն փորձում էր թաքցնել իր հիասթափությունը։ Հնարավոր է նա վերանայել էր իր որոշումը, հնարավոր է պարզապես քաղաքավարություն էր նրա կողմից հրավերն ընդունելը։ Նա դեռ կարող է գալ, հայրիկ, ասաց Աննան, կարծես կարդալով նրա մտքերը։ Նրանք պատվիրեցին իրենց սովորական նախաճաշը, Մարկոն փորձում էր կենտրոնանալ Աննայի հետ զրույցի վրա, երբ իր ետից լսեց ծանոթ ձայն։ Հուսով եմ, նրանք դեռ տեղ կգտնեն ինձ համար։ Մարկոն արագ շրջվեց, տեսավ Օլիվիային, որը կանգնած էր այնտեղ, դեմքին ամաչկոտ ժպիտով։ Նա հագել էր բաց կապույտ զգեստ, որն ընդգծում էր նրա կանաչ աչքերը, ուսին մի փոքրիկ պայուսակ էր կրում։ Նա ավելի հանգստացած տեսք ուներ, քան նախորդ շաբաթ, կարծես ավելի լավ էր քնել։ Օլիվիա, գոռաց Աննան, աթոռից վեր ցատկելով նրան գրկելու համար։ Օլիվիան գրկախառնությանը պատասխանեց աջ ձեռքով, անկեղծորեն ուրախանալով երեխայի ոգորությունից։ Բար, սիրելիս։ Այսօր դու ավելի գեղեցիկ ես։ Մարկոն վեր կացավ աթոռը քաշելու համար, զգալով անսպասելի ուրախություն կրծքին։ Շատ լավ է, որ եկաք։ Մենք սպասում էինք ձեզ։ Կներեք, որ ուշացա, ասաց Օլիվիան նստելով։ Այսօր առավոտյան մի քանի բան պետք է անեի։ Սուրճի ժամանակ զրույցն ավելի բնականորեն ընթացավ, քան նախորդ շաբաթ։ Օլիվիան ավելի հանգիստ էր թվում, ավելի պատրաստական մասնակցելու։ Նա նշեց, որ շաբաթը անցկացրել էր մի քանի ազատ նախագծեր կազմակերպելով, որ մտածում էր քաղաքի կենտրոնում գտնվող մի փոքրիկ գործակալությունում մշտական աշխատանք ընդունելու մասին։ Սա նոր գործակալություն է, բայց սեփականատերերը շատ բարի մարդիկ են։ Նրանք դեմ չեն։
Նա աջ ձեռքով աննկատելի ժեստ արեց, ցույց տալով իր հաշմանդամությունը, նրանք գնահատում են իմ աշխատանքը։ Դա հրաշալի է, անկեղծորեն ասաց Մարկոն։ Դու պետք է ընդունես, եթե զգում ես, որ դա քեզ համար ճիշտ է։ Աննան, որը նկարում էր իր գունազարդման տետրում, վեր նայեց։ Օլիվիա, կարող ես ինձ սովորեցնել, թե ինչպես ավելի լավ նկարել։ Ես ուզում եմ նկարել քեզ պես։ Իհարկե։ Ինչ տեսակի նկարչություն կցանկանայիր սովորել։ Հնարավոր է, որ մարդիկ լինեն։ Ես միշտ շատ տարօրինակ մարդկանց եմ նկարում։ Օլիվիան ժպտաց վերցրեց մատիտը։ Տպավորիչ հմտությամբ, օգտագործելով միայն աջ ձեռքը, նա սկսեց նկարել անձեռոցիկի վրա։ Մի քանի րոպեից նա ստեղծել էր Աննայի պարզ, բայց ճշգրիտ դիմանկարը։ Վայ, բացականչեց աղջիկը, ինչպես արեցիր դա այդքան արագ։ Շատ մարզվել եմ, պատասխանեց Օլիվիան։ Եվ գիտես գաղտնիքը։ Կարողը կատարյալ նկարելը չէ, այլ սիրով նկարելը։ Մարկոն ջերմ սրտով հետում էր նրանց շփմանը։ Նա տեսնում էր, թե ինչպես Օլիվիան Աննային վերաբերվում էր անկեղծ համբերատարությամբ սիրով, առանց այն արամարանքի, որը որոշ մեծահասակներ ցուցաբերում էին երեխաների հետ խոսելիս։ Աննան իր հերթին կարծես թե հիացած էր Օլիվիայով, հարցեր տալով ամեն ինչի, նրա աշխատանքի, իր նախասիրությունների, նույնիսկ իր ձեռքի մասին, երեխաների անմիջական անկեղծությամբ։ Ցավում է, հարցրեց Աննան, մատնացույց անելով այն տեղը, որտեղ պետք է լինի Օլիվիայի ձախ ձեռքը։ Մարկոն լարվեց, վախենալով, որ հարցը կարող է ամաչեցնել Օլիվիային, բայց նա բնականաբար պատասխանեց. Երբեմն մի փոքր ցավում է, բայց դա այնպիսի բան չէ, որի դեմ չեմ կարող պայքարել։ Եվ գիտեք ինչ։ Ես սովորել եմ անել շատ բաներ, որոնց մասին երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ։ Ինչ տեսակի բաներ։ Դե, ես սովորեցի բարդ ուտեստներ պատրաստել, մեքենա վարել, նույնիսկ կիթառ նվագել։ Կիթառ նվագում ես, տպավորված հարցրեց Մարկոն։ Այո, կարողանում եմ նվագել։ Պետք էր այլ տեխնիկա սովորեի, բայց այն աշխատում է, ասաց նա հպարտ ժպիտով։ Նախաճաշից հետո, ինչպես խոստացել էին, նրանք ուղղորդվեցին այգի։ Արոտ հաճելի օր էր, հիանալի զբոսանքի համար։ Աննան վազում էր առաջ, ժամանակ առ ժամանակ կանգ առնելով Օլիվիային ծաղիկներ կամ թիթեռներ ցույց տալու համար, Օլիվիան անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում երեխայի մատնանշած ամեն ինչի նկատմամբ։ Մարկոն Օլիվիան քայլում էին կողք կողքի, նա հասկացավ, թե որքան հարմարավետ էր զգում իրեն նրա ներկայությամբ։ Լռությունը լրացնելու ճնշում չկար, ոչ էլ այն արհեստական լարվածությունը, որը հաճախ ուղեկցում է առաջին հանդիպումներին։ Նրանք կարծես շատ ավելի վաղուց էին ճանաչում միմյանց։ Կարող եմ անձնական հարց տալ, տատանվելով հարցրեց Մարկոն։ Կարող ես, պատասխանեց Օլիվիան, չնայած նրա կեցվածքը մի փոքր կոշտացավ։ Քաղաքում ընտանիք ունես։ Ընկերներ։ Օլիվիան մի փոքր սպասեց պատասխանելու, երբ պատասխանեց, նրա ձայնը ցածրացավ։ Ես ընտանիք չունեմ։ Մոտ 1 տարի առաջ կորցրել եմ ծնողներիս կրտսեր քրոջս։ Մարկոն զգաց, որ սիրտը սեղմվում է։ Կներես։ Դու պարտավոր չէիր պատասխանել, եթե չէիր ուզում։ Ոչ, ամեն ինչ կարգին է։ Դա կառուցվածքային վթար էր։ Շենքը, որտեղ մենք ապրում էինք, փլուզվեց անհաջող վերանորոգման ժամանակ։ Ես ժամերով թաղված մնացի։ Երբ նրանք գտան ինձ, ես միակ կենդանի մնացածն էի։ Բառերը դուրս եկան գրեթե մեխանիկորեն, կարծես նա այդ պատմությունը բազմիցս պատմել էր բժիշկներին, սոցիալական աշխատողներին։ Մարկոն կանգ առավ, շրջվեց նրա կողմը։ Օլիվիա, ես խոսք չունեմ։ Դրա համար էլ ես այդ առավոտյան եկա սրճարան, շարունակեց նա, նայելով Աննային, որը խաղում էր ավելի առաջ։ Դա իմ ընտանիքի սիրելի վայրն էր կիրակնօրյա նախաճաշի համար։ Ես կարծում էի, որ այնտեղ լինելը ինձ ավելի մոտ կզգացնի նրանց։ Բայց երբ ես ժամանեցի, ես ինձ ավելի կորած միայնակ զգացի։ Մինչ դուք բոլոր չհայտնվեցիք։ Մարկոն զգաց զգացմունքների ալիք։ Դու հիմա մենակ չես։ Նա նրան նայեց խոցելի արտահայտությամբ։ Երբեմն վախենում եմ, որ կսովորեմ դրան։ Քեզ։ Եվ հետո, ինչ։ Եվ հետո դուք բոլորդ շարունակում եք ձեր կյանքը, ես կրկին մենակ եմ մնում։ Մարկոն լրիվ կանգ առավ, դիրքավորվեց նրա առջ։ Դա տեղի չի ունենալու։ Աննան պաշտում է քեզ, իսկ ես իսկապես վայելում եմ քո ընկերակցությունը։
Դու հիմա մեր շաբաթ օրերի մի մասն ես կազմում, եթե ուզում ես։ Օլիվիան ժպտաց, այս անգամ արցունքներով աչքերում, բայց դրանք թեթության արցունքներ էին։ Ես իսկապես ուզում եմ։ Այդ պահին Աննան վազելով վերադարձավ։ Օլիվիա, առջում լիճ կա, բադիկներով։ Ուզում ես տեսնել։ Իհարկե, սիրելիս։ Նրանք ամբողջ կեսօրն անցկացրին այգում։ Աննան Օլիվիային ցույց տվեց իր բոլոր սիրելի վայրերը, խաղահրապարակը, բադերի լիճը, ծառը, որտեղ նա սիրում էր թաքնվել։ Օլիվիան ոգորությամբ մասնակցում էր ամեն ինչի, աջ ձեռքով Աննային ճոճանակի վրա հրելով, խոտերի վրա նստելով, բադերին դիտելու համար, նույնիսկ սահանքով բարձրանալով, երբ Աննան պնդում էր։ Մարկոն ամեն ինչին հետում էր ժպիտը դեմքին։ Նա տեսավ, թե ինչպես էր Օլիվիան անկեղծորեն վայելում կյանքը, թե ինչպես էր նրա դեմքը գույն կենդանություն ստացել օրվա ընթացքում։ Եվ նա նկատեց, թե որքան փայլուն էր Աննան իր նոր ընկերուհու հետ։ Երբ Արը սկսեց մայր մտնել, նրանք որոշեցին գնալ մի գրախանութ, որը վերադարձի ճանապարհին էր։ Դա հին գրախանութ էր, փայտե դարակներով, որոնք հասնում էին մինչ առաստաղ, իսկ միջանցքներում ցրված էին բազկաթոռներ։ Ես սիրում եմ այս վայրը, շշնջաց Օլիվիան, շնչելով հին գրքերի բույրը։ Ես էլ հաճախ եմ այստեղ գալիս, ասաց Մարկոն։ Աննան սիրում է մանկական բաժինը։ Նրանք գրեթե 1 ժամ անցկացրին գրախանութը զննելով։ Օլիվիան ընտրեց արվեստի գիրք, Մարկոն կայուն ճարտարապետության մասին, իսկ Աննան հեռացավ Օլիվիայի առաջարկած 3 մանկական հեքիաթների գրքերով։ Ես կարող եմ վճարել Աննայի գրքերի համար, առաջարկեց Օլիվիան։ Պետք չէ, ասաց Մարկոն։ Խնդրում եմ։ Ես ուզում եմ դա անել։ Նա ինձ տվեց լավագույն նվերը, որը կարող էի խնդրել։ Ինչ նվեր։ Կրկին ինչ-որ տեղ պատկանելության զգացումը։ Մարկոն զգաց իր սիրտը տաք այդ խոսքերից։ Նա թույլ տվեց նրան վճարել Աննայի գրքերի համար, ինչը նրան հուզեց անսպասելի նվերով։ Տուն վերադառնալու ճանապարհին Աննան քնեց հետի նստատեղին, գրկած իր նոր գրքերը։ Մարկոն Օլիվիան ամբողջ ճանապարհին լուր զրուցում էին։ Նա նրան ավելին պատմեց իր աշխատանքի, մի օր սեփական ստուդիա ունենալու իր երազանքների մասին։ Նա խոսեց Աննայի միայնակ հայր լինելու դժվարությունների, այն մասին, թե ինչպես է սովորում հավասարակշռել աշխատանքը հայրությունը։ Դու հրաշալի հայր ես, ասաց Օլիվիան, երբ նրանք կանգ առան նրա բնակարանի առջ, քաղաքի կենտրոնում գտնվող համեստ շենքում գտնվող փոքրիկ ստուդիայում։ Եվ դու հրաշալի մարդ ես, պատասխանեց Մարկոն։ Աննան բախտավոր է, որ հանդիպել է քեզ։ Մենք երկուսս էլ բախտավոր ենք։ Օլիվիան նրան նայեց այնպիսի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում լիովին վերծանել, բայց որը նրա սիրտը ստիպեց արագ բաբախել։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաստատեց նա։ Երբ նա տուն էր վերադառնում, Աննային քնած հետի նստատեղին, Մարկոն մտորում էր օրվա մասին։ Նա զգում էր, որ իր ներսում ինչ-որ բան է աճում, մի բան, որը չէր զգացել Քիարայի հետ ամուսնության վատթարացումից ի վեր։ Դա միայն ֆիզիկական գրավչություն չէր, չնայած Օլիվիան անկասկած գեղեցիկ էր։ Դա ավելի խորը կապ էր, զգացողություն, որ նա վերջապես գտել էր մեկին, ով հասկանում էր իր աշխարհը տեսնելու ձ. Հաջորդ շաբաթ Մարկոն սկսեց հաշվել մինչ շաբաթ օրը մնացած օրերը։ Աննան նույնպես անհանգստության նշաններ էր ցուցաբերում, անընդհատ հարցնելով Օլիվիայի մասին, առաջարկելով միասին անելիք զբաղմունքներ։ Հայրիկ, կարող է Օլիվիան մի օր գալ մեզ մոտ ընթրիքի, հարցրեց Աննան 5-շաբթի օրը։ Չգիտեմ, արքայադուստր։ Գուցե դեռ շատ վաղ է դրա համար։ Բայց ես ուզում եմ նրան ցույց տալ իմ սենյակը։ Եվ իմ նկարները։ Մարկոն ծիծաղեց դստեր հուզմունքի վրա։ Տեսնենք, լավ։ Գուցե շաբաթ օրը հարցնենք նրան։ Երբ երրորդ շաբաթ օրը եկավ, Օլիվիան արդեն սպասում էր նրանց սրճարանում։ Այս անգամ նա ավելի շուտ էր եկել, հասցրել էր սեղան գտնել 3 հոգու համար։ Նա հագել էր կանաչ բլուզ, որն ընդգծում էր նրա աչքերը, Մարկոն նկատեց, որ նա ավելի վստահ, ավելի հանգիստ էր թվում։ Բարի լույս ընտանիք, ասաց նա, երբ տեսավ նրանց ժամանումը, Մարկոն ինչ-որ յուրահատուկ բան զգաց, երբ լսեց, որ նա օգտագործում է այդ բառը։ Օլիվիա, Աննան վազեց նրան գրկելու։ Ես քեզ համար նկարներ եմ բերել։ Նախաճաշի ընթացքում Աննան ցուցադրում է շաբաթվա ընթացքում իր նկարները, որոնց մեծ մասը պատկերում էր 3 կերպար միասին, տարբեր միջավայրերում։ Օլիվիան անկեղծորեն գովաբանեց յուրաքանչյուրը, առաջարկելով կառուցողական առաջարկներ, որոնք ավելի ոգորեցին Աննային։
Գիտես ինչ, Աննա, դու շատ տաղանդավոր ես։ Երբե մտածել ես նկարչության դասերի գնալու մասին։ Կարող եմ, հայրիկ, ոգորված հարցրեց Աննան։ Մարկոն ժպտաց։ Մենք կարող ենք խոսել այս մասին։ Այդ շաբաթ օրը, բացի այգուց գրախանութից, նրանք այցելեցին նա մի փոքրիկ ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ կազմակերպվում էր մանկական նկարազարդումների ցուցահանդես։ Օլիվիան տպավորիչ համբերատարությամբ բացատրեց Աննային տեխնիկան ոճերը, Մարկոն հասկացավ, թե որքան բնատուր տաղանդ ուներ նա դասավանդելու համար։ Հենց թանգարանում ընդմիջման ժամանակ, երբ Աննան կլանված էր ինտերակտիվ ինստալյացիայով, Մարկոն համարձակություն գտավ ասելու այն, ինչի մասին շաբաթներ շարունակ մտածում էր։ Օլիվիա, կարող եմ քեզ մի հարց տալ։ Իհարկե։ Կցանկանայիր մեր տանը մի օր ընթրել։ Աննան խնդրում էր ինձ ցույց տալ իր սենյակն ու նկարները։ Օլիվիան ժպտաց, բայց Մարկոն նրա աչքերում տատանում նկատեց։ Համոզված ես։ Ես չեմ ուզում շաբաթվա ընթացքում խանգարել քո ռեժիմին։ Դուք չէիք խառնվի։ Շատ կողջունվի ձեզ համար։ Այսպիսով։ Այո։ Ես դա շատ կցանկանայի։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել հաջորդ երեքշաբթի օրը։ Մարկոն աշխատանքից հետո կվերցներ նրան, նրանք տանը կճաշեին։ Նա գիտեր, որ դա կարևոր քայլ էր, ինչ-որ մեկին բերել Աննայի հետ կիսող տարածք, ծանոթացնել նրան իր տնային ռեժիմին։ Այդ գիշեր, երբ նա Աննային պառկեցնում էր քնելու, նա մի հարց տվեց, որը նրան անակնկալի բերեց։ Հայրիկ, դու սիրում ես Օլիվիային այնպես, ինչպես սիրում է իր մայրիկին։ Մարկոն մի պահ լռեց, փնտրելով համապատասխան բառերը։ Ինչու ես դա հարցնում, արքայադուստր։ Որովհետև դու նրա հետ տարբեր կերպ ես ժպտում։ Եվ որովհետև նա քեզ երջանիկ է դարձնում։ Երեխայի անկեղծությունը խորապես հուզեց նրան։ Օլիվիան շատ յուրահատուկ անձնավորություն է, Աննա։ Եվ այո, ես նրան շատ եմ սիրում։ Դա քեզ անհանգստացնում է։ Աննան բացասաբար գլխով արեց։ Ոչ։ Ես էլ եմ նրան սիրում։ Եվ կարծում եմ, որ նա երբեմն տխուր է լինում։ Գուցե եթե ավելի շատ ժամանակ անցկացնի մեզ հետ, ավելի քիչ տխուր կլինի։ Մարկոն համբուրեց դստեր ճակատը, հուզված նրա մանկական իմաստությամբ։ Գուցե դու ճիշտ ես։ Մինչ Աննան քնած էր, Մարկոն մտածում էր դստեր ասածի մասին։ Դա ճիշտ էր, նա երջանիկ էր։ Տարիներ անց առաջին անգամ նա թեթություն զգաց կրծքում, ապագայի հանդեպ դրական սպասում։ Եվ ամեն ինչ սկսվել էր մի մարդաշատ սրճարանում բարության պարզ դրսևորմամբ։ Երեքշաբթի օրը Մարկոն ավելի անհանգիստ էր, քան նա սպասում էր։ Աշխատանքային օրվա ընթացքում նա մտածում էր Օլիվիայի հետ կազմակերպված ընթրիքի մասին։ Դա առաջին անգամն էր, որ Մարկոն այցելում էր նրա տուն, առաջին անգամը, որ տեսնում էր նրա անձնական կյանքը, առաջին անգամը, որ տեսնում էր, թե ինչպես էին նա Աննան ապրում, երբ հանրության մեջ չէին։ Նա շուտ դուրս եկավ գրասենյակից, կանգ առավ շուկայի մոտ, թարմ բաղադրիչներ գնելու։ Նա որոշեց պատրաստել ինչ-որ պարզ, բայց յուրահատուկ բան, բանջարեղենային լազանիա, որը, ինչպես գիտեր, Աննան շատ էր սիրում, կանաչ աղցան։ Նա գնեց մի շիշ կարմիր գինի, մտածելով Օլիվիայի մասին, ընտրեց թարմ ծաղիկներ, սեղանը զարդարելու համար։ Հայրիկ, նա արդեն ժամանել է, 20-րդ անգամ հարցրեց Աննան, բնակարանով մեկ առաջ ետ վազելով։ Դեռ ոչ, արքայադուստր։ Եվս 10 րոպե, պատասխանեց Մարկոն, ստուգելով, որ սեղանը կատարյալ է դրված։ Նա օգտագործել էր իր հատուկ ճենապակյա սպասքը, որը պահում էր կարևոր առիթների համար, մոմեր էր վառել, հյուրընկալ մթնոլորտ ստեղծելու համար։ Նրանց բնակարանը ընդարձակ էր լավ լուսավորված, մեծ պատուհաններով, որոնք նայում էին դեպի այգին, որտեղ նրանք հաճախ զբոսնում էին։ Մարկոն մեծ ջանքեր էր գործադրել դեկորի մեջ, համատեղելով ժամանակակից կահույքը վինտաժային կահույքի հետ, որը տարածքին հաղորդում էր անհատականություն։ Պատերը զարդարված էին շրջանակված ճարտարապետական ծրագրերով, Աննայի նկարներով, մի համադրություն, որը կատարելապես արտացոլում էր նրանց միահյուսված կյանքը։ Երբ դռան զանգը հնչեց, Աննան վազեց դեպի դուռը։ Նա այստեղ է, նա այստեղ է։ Մարկոն բացեց դուռը, տեսավ Օլիվիային կանգնած այնտեղ, ձեռքին երիցուկների փոքրիկ փունջ գունագեղ փաթեթ։ Նա հագել էր պարզ, բայց նրբագեղ գինու գույնի զգեստ, իսկ մազերը ազատ էին, բնականաբար թափվում էին ուսերին։ Բար, ասաց նա ամաչկոտ ժպիտով։ Ես ծաղիկներ բերեցի տուն նվեր Աննայի համար։ Պետք չէր, ասաց Մարկոն, նրան ներս հրավիրելով։ Բայց շնորհակալություն։
Ծաղիկները գեղեցիկ են։ Աննան անմիջապես հետաքրքրվեց փաթեթով։ Ինձ համար է։ Կարող եմ բացել այն։ Իհարկե, սիրելիս։ Աննան զգուշորեն բացեց նվերը, գտավ նկարչական ամբողջական հավաքածու, պրոֆեսիոնալ գունավոր մատիտներ, հատուկ գրիչներ, բարձրորակ թղթե-տետր։ Նրա աչքերը փայլում էին ուրախությունից։ Վա՜յ։ Շնորհակալություն, Օլիվիա։ Սրանք ամենագեղեցիկ մատիտներն են, որ ես երբեք տեսել եմ։ Սրանք մատիտներ են իսկական նկարիչների համար, բացատրեց Օլիվիան, ծնկի իջնելով Աննայի կողքին։ Սրանցով քո նկարները ավելի գեղեցիկ կլինեն։ Մարկոն ջերմ սրտով դիտում էր այդ տեսարանը։ Նա տեսավ, թե որքան անկեղծորեն էր Օլիվիան հոգ տանում Աննայի մասին, որքան ուշադիր էր նա մտածել իր բերելիք նվերի մասին։ Դա պարզապես քաղաքավարության ժեստ չէր, այլ իսկական սիրո դրսևորում։ Արի, ես քեզ տունը ցույց կտամ, ասաց նա, Օլիվիային ձեռքը մեկնելով։ Տան շրջայցը հանգիստ բնական էր։ Օլիվիան անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեց Մարկոյի ճարտարապետական նախագծերի նկատմամբ, խելացի հարցեր տալով նրա դիզայներական ընտրությունների վերաբերյալ։ Երբ նրանք հասան Աննայի սենյակ, աղջիկը պնդեց ցույց տալ իր բոլոր նկարները, մանրամասն բացատրելով յուրաքանչյուրը Օլիվիային, ով ուշադիր լսում էր խրախուսական մեկնաբանություններ անում։ Դու շատ տաղանդավոր ես, Աննա, անկեղծորեն ասաց Օլիվիան։ Քո նկարները պատմություններ են պատմում։ Դա շատ կարևոր է արվեստում։ Ընթրիքի ժամանակ զրույցը բնականորեն ընթացավ։ Օլիվիան գովաբանեց լազանյան, պատմեց իր մանկության պատմությունները, ստիպելով Աննային ծիծաղել իր խոհարարական վաղ փորձերի մասին պատմելով։ Մարկոն ավելի շատ մանրամասներ իմացավ նրա կյանքի մասին, ինչպես էր նա սովորել գրաֆիկական դիզայն համալսարանում, ինչպես էր երազում մի օր ունենալ իր սեփական ստուդիան, ինչպես էր վայելում դասական երաժշտությունն ու հին ֆիլմերը։ Իսկ դու, Մարկո, դու միշտ ուզեցել ես ճարտարապետ դառնալ, հարցրեց Օլիվիան։ Մանկուց ես տներ էի կառուցում, շինարարական բլոկներով գծում երակայական տների նախագծեր։ Ծնողներս կարծում էին, որ դա պարզապես մի փուլ է, բայց ես երբեք չեմ փոխել իմ միտքը։ Իսկ Աննա, կարծում ես, նա կհետի քո հետքերով։ Մարկոն նայեց դստերը, որը կլանված էր իր նոր հանդերձանքի վրա նկարելով։ Կարծում եմ, նա կհետի իր սեփական ճանապարհին։ Եվ ինչ էլ որ լինի այդ ուղին, ես կաջակցեմ նրան։ Ընթրիքից հետո, մինչ Աննան հյուրասենյակում խաղում էր իր նոր մատիտներով, Մարկոն Օլիվիան միասին լվանում էին ամանները։ Դա պարզ, տնային զբաղմունք էր, բայց այդպես կողք կողքի աշխատելը ինչ-որ խորապես հանգստացնող բան ուներ։ Օլիվիան ամանները մաքրում էր զգուշությամբ, հմտությամբ, Մարկոն նկատեց, թե որքան կատարելապես էր նա հարմարվել նրա շարժումների ռեժիմին։ Շնորհակալություն հրավիրելու համար, ասաց նա, ափսեն չորացնելով։ Շատ ժամանակ է անցել այն ժամանակվանից, երբ ես ինձ այսքան տանը չէի զգացել որևէ տեղ։ Խնդրեմ, կարող ես գալ այստեղ, երբ ցանկանաս, պատասխանեց Մարկոն, մատները կարճ ժամանակով դիպչելով նրա մատներին, երբ վերցրեց բաժակը։ Պահը ընդհատվեց Աննայի վազքով խոհանոց։ Օլիվիա, ես քեզ համար նկարն ավարտեցի։ Դա նրանց երեքի միասին դիման կարն էր, ձեռք ձեռքի տված ծաղկանոցով տան առջ։ Ֆիգուրները պարզ էին, բայց փոխանցում էին ուրախություն, միասնություն։ Օլիվիան զգուշորեն բռնել էր նկարը, տեսանելիորեն հուզված։ Սա ամենագեղեցիկ նկարն է, որ երբեք ստացել եմ, Աննա։ Ես այն դնելու եմ բնակարանի սառնարանի վրա։ Սառնարանում։ Ինչո՞վ։ Որովհետև մենք այնտեղ ենք դնում ամենակարևոր բաները, որպեսզի կարողանանք դրանք տեսնել ամեն օր։ Երբ Օլիվիայի հեռանալու ժամանակը հասավ, Աննան պնդեց, որ նա մի փոքր էլ մնա։ Խնդրում եմ։ Մենք դեռ պաղպաղակ ունենք որպես դեսերտ։ Մարկոն ծիծաղեց դստեր պնդման վրա, բայց տեսավ, որ Օլիվիան նույնպես դժկամությամբ էր հեռանում։ Ինչ կասես, պաղպաղակը վերցնենք, իսկ դու մնաս կես ժամ։ Եթե դա շատ դժվար չէ։ Բացարձակապես ոչ մի դժվարություն չկա։ Նրանք հյուրասենյակում պաղպաղակ էին ուտում, Աննան Օլիվիային դպրոցական պատմություններ էր պատմում, երբ Մարկոյի հեռախոսը զանգեց։ Դա մի համար էր, որը նա լավ գիտեր, Քիարան, իր նախկին կինը։ Նա զանգահարում էր միայն Աննայի հետ կապված արտակարգ իրավիճակներում կամ երբ անհրաժեշտ էր փոխել այցելության պայմանագիրը։ Կներեք, ես պետք է պատասխանեմ սրան, ասաց նա, հեռախոսը տանելով ննջասենյակ։ Բարը, Քիարա։ Ինչպե՞ս ես։ Բարը, Մարկո։
Կներես, որ ուշացա զանգելու համար, բայց կարևոր նորություններ ունեմ։ Մարկոն ստամոքսում սեղմում զգաց։ Ինչ է պատահել։ Ես ստացա տեղափոխությունը։ Հաջորդ ամիս կվերադառնամ մայրաքաղաք։ Մարկոն մի քանի վայրկյան լուռ մնաց, մշակելով տեղեկատվությունը։ Քիարան 2 տարի առաջ, ամուսնալուծությունից կարճ ժամանակ անց տեղափոխվել էր ավելի փոքր քաղաք, իր ոլորտում որպես հոգեբան ավելի լավ պաշտոն զբաղեցնելու համար։ Հեռավորությունն Աննայի այցելություններն ավելի բարդացնում էր, սահմանափակելով դրանք տոների ընթացքում մի քանի շաբաթով ամսական մի քանի հանգստյան օրերով։ Դա հիանալի է։ Աննան ուրախ կլինի քեզ ավելի հաճախ տեսնել, ասաց նա, փորձելով ոգորված հնչել։ Իրականում, Մարկո, ես ուզում եմ խոսել սրա մասին։ Աննայի հետ անցկացրած ժամանակն ավելացնելու մասին։ Եվ այլ բաների մասին։ Այլ բաներ։ Քիարան հառաչեց գծի մյուս ծայրից։ Մտածում էի գուցե պետք է խոսենք մեր մասին։ Մեր ընտանիքի մասին։ Մարկոն զգաց, որ հողը դողում է իր ոտքերի տակ։ Կիարա, ինչ ես ասում։ Ես ասում եմ, որ գուցե մենք սխալ ենք թույլ տվել։ Գուցե մենք չափազանց հեշտ հրաժարվեցինք մեր ամուսնությունից։ Ես շփոթված էի, կենտրոնացած էի կարիերայիս վրա, բայց հիմա ես իրերին այլ կերպ եմ նայում։ Մարկոն լիովին անխոս էր։ Ամուսնալուծությունից հետո 2 տարվա ընթացքում Քիարան երբեք որևէ նշան չէր ցույց տվել, որ զղջում է բաժանման համար։ Ընդհակառակը, նա միշտ ավելի երջանիկ, ավելի լիարժեք էր թվում իր նոր կյանքում։ Քիարա, մենք այս մասին խոսեցինք։ Մենք եկանք այն եզրակացության, որ մենք ավելի լավ ենք որպես ընկերներ, որպես Աննայի ծնողներ, քան որպես ամուսին կին։ Գիտեմ, թե ինչ ասացինք։ Բայց մարդիկ փոխվում են, Մարկո։ Ես փոխվել եմ։ Եվ մտածում էի, թե որքան երջանիկ էինք, նախքան ամեն ինչ բարդանալը։ Մարկոն նյարդայնացած ձեռքը սահեցրեց մազերի միջով։ Ես պետք է հասկանամ սա։ Այս պահին չեմ կարող այս զրույցը վարել։ Իհարկե։ Բայց մտածեք իմ ասածի մասին։ Մտածեք Աննայի մասին։ Նա արժանի է ունենալ լիարժեք ընտանիք։ Հեռախոսը կախելուց հետո Մարկոն մի քանի րոպե նստեց մահճակալին, փորձելով կազմակերպել իր մտքերը։ 2 տարի շարունակ նա հարմարվել էր միայնակ հոր կյանքին։ Նա գտել էր իր ռիթմը, իր երջանկությունը։ Եվ հիմա, հենց այն ժամանակ, երբ նա սկսում էր զգալ, որ կարող է ինչ-որ յուրահատուկ բան ունենալ Օլիվիայի հետ, Քիարան վերադարձավ իրենց ամուսնությունը վերականգնելու առաջարկով։ Երբ նա վերադարձավ սենյակ, Օլիվիան անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Լավ ես, հանգիստ հարցրեց նա։ Այո, աշխատանքի հետ կապված հարցեր, ստեց նա, չցանկանալով մանրամասնել Աննայի ներկայությամբ։ Բայց Աննան, երեխաների բնորոշ ինտուիցիայով, նույնպես նկատեց հոր տրամադրության փոփոխությունը։ Հայրիկ, տխուր ես։ Ոչ, արքայադուստր։ Պարզապես մի փոքր հոգնած եմ։ Երեկոյի մնացած մասն անցավ որոշակի լարվածությամբ։ Մարկոն փորձեց պահպանել հանգստությունը, բայց նրա միտքը չափազանց անհանգիստ էր զրույցի վրա լիովին կենտրոնանալու համար։ Օլիվիան, կարծես, զգաց, որ ինչ-որ բան փոխվել է, բայց նա հարգեց նրա տարածքը չպնդեց։ Երբ նա Օլիվիային տուն տարավ, վերջապես հարցրեց. Մարկո, վստահ ես, որ ամեն ինչ կարգին է։ Այդ հեռախոսազրույցից հետո դու տարբեր ես դարձել։ Մարկոն մեքենան կանգնեցրեց նրա շենքի առջ, մտածելով, թե արդյոք պետք է պատմի նրան։ Նա որոշեց մասնակի անկեղծություն ցուցաբերել։ Նա իմ նախկին կինն էր։ Նա հաջորդ ամիս վերադառնում է մայրաքաղաք։ Ահ, Օլիվիան մի պահ լռեց։ Դա լավ է Աննայի համար, այնպես չէ՞։ Նա կկարողանա ավելի հաճախ տեսնել մորը։ Այո, դա լավ է Աննայի համար, համաձայնեց Մարկոն, բայց նրա տոնը համոզիչ չհնչեց։ Օլիվիան մի քանի վայրկյան ուսումնասիրեց նրան։ Իսկ քեզ համար։ Դա քեզ համար լավ է։ Մարկոն տատանվեց։ Դա բարդ է։ Օլիվիան դանդաղ գլխով արեց։ Հասկանում եմ։ Հուսով եմ, ամեն ինչ լավագույնս կավարտվի։ Նա դուրս եկավ մեքենայից, բայց դուռը փակելուց առաջ նա հենվեց ներս։ Շնորհակալություն ընթրիքի համար։ Հրաշալի երեկո էր։ Ես էլ, անկեղծորեն ասաց Մարկոն։ Տուն վերադառնալիս Մարկոն շփոթված հակասական զգացողություն ունեցավ։
Քիարայի ամուսնության առաջարկը նրան լիովին անակնկալի էր բերել։ Ամուսնության ընթացքում նրանք մի քանի տարի երջանիկ էին եղել, բայց վերջերս նրանց հարաբերությունները ավելի շատ նման էին Աննայի խնամքի համար նախատեսված գործընկերության, քան իսկական սիրավեպի։ Բաժանումը բարեկամական էր եղել հենց այն պատճառով, որ նրանք երկուսն էլ հասկացան, որ այլս չեն կարող միմյանց մեջ գիրկ բորբոքել։ Բայց հիմա, երբ նա սկսում էր ինչ-որ իրական բան զգալ Օլիվիայի հանդեպ, հայտնվեց Քիարան, խոսելով ընտանիքը վերականգնելու մասին, և Մարկոն չէր կարող շղթել, որ Աննայի ավանդական ընտանիք ունենալու գաղափարը գրավում էր իրեն։ Նա միշտ անհանգստանում էր ամուսնալուծության ազդեցության համար իր դստեր վրա, նույնիսկ գիտակցելով, որ նա, կարծես, լավ հարմարված էր։ Մինույն ժամանակ, նա մտածում էր Օլիվիայի նրա հետ իր զգացողությունների մասին։ Նրանց միջ կապը իրական էր, ուժեղ, աննախադեպ։ Դա ձգողություն էր, որը գերազանցում էր ֆիզիկականը, մտավոր, հուզական, զգացմունքային, այն զգացողությունը, որ նա վերջապես գտել էր իրեն լրացնող մեկին։ Նա տուն հասավ, տեսավ, որ Աննան արդեն քնած էր բազմոցին, դեռս ձեռքին նոր մատիտներից մեկը։ Մարկոն նրան տարավ իր սենյակ, մտածելով, թե ինչպես էր դուստրը կապվել Օլիվիային, թե ինչպես էին նրանք, կարծես, բնական կապ ունեին։ Խոհանոցը կարգի բերելիս Մարկոն նկատեց, որ սեղանին դեռ Աննայի նկարն էր, որը նա նկարել էր Օլիվիայի համար։ Դա նրանց երեքի միասին նկարն էր, որպես ընտանիք։ Սա էր նա ուզում։ Սա էր լավագույնը Աննայի համար։ Այդ գիշեր Մարկոն ուշ գիշեր մնաց, մտածելով։ Տարիներ անց առաջին անգամ նա զգաց, որ իրական ընտրություն ունի կատարելու։ Եվ ինչ որոշում էլ որ կայացներ, այն կտրուկ կփոխեր իր կյանքի ընթացքը։ Հաջորդ օրերը Մարկոյի համար անցան անորոշության մշուշի մեջ։ Նա փորձում էր պահպանել իր սովորական ռեժիմը, բայց Քիարայի հետ զրույցը անընդհատ արձագանքում էր նրա մտքում։ Աշխատանքային հանդիպումների ժամանակ նա մտածում էր նրա առաջարկի մասին։ Աննայի հետ խաղալիս նա մտածում էր, թե ինչն է լավագույնը իր դստեր համար։ Քիարան պլանավորել էր քաղաք ժամանել ուրբաթ օրը, ցանկանում էր շաբաթ օրը նրա հետ ճաշել, որպեսզի նրանք կարողանային ավելի մանրամասն քննարկել իրավիճակը։ Նույն շաբաթ օրը նա իր սովորական հանդիպումն ունեցավ Աննայի Օլիվիայի հետ սրճարանում։ Հինգշաբթի երեկոյան Մարկոն վերջապես որոշեց զանգահարել Օլիվիային։ Նա ուզում էր բացատրել իրավիճակը, չնայած որ վստահ չէր իր սեփական մտադրությունների մեջ։ Հեռախոսը մի քանի անգամ զանգեց, նախքան նա պատասխանեց։ Բար, Մարկո, ասաց նա, բայց նրա ձայնը հեռվից էր հնչում։ Բար։ Ինչպե՞ս ես։ Դե։ Իսկ դու։ Իսկ Աննա։ Մենք լավ ենք, Մարկոն տատանվեց շարունակելուց առաջ։ Օլիվիա, ես պետք է քեզ մի բան պատմեմ շաբաթ օրվա մասին։ Գծի մյուս ծայրում լռություն տիրեց։ Ինչ է պատահել։ Իմ նախկին կինն այսօր ժամանեց քաղաք։ Նա ուզում է շաբաթ օրը խոսել ինձ հետ։ Հնարավոր է հանդիպել կիրակի օրը, շաբաթ օրվա փոխարեն։ Օլիվիան մի փոքր սպասեց պատասխանելու համար։ Իհարկե։ Ոչ մի խնդիր։ Համոզված ես։ Դու թվում ես տարբեր։ Ես պարզապես հոգնած եմ։ Մարկո, գուցե ավելի լավ կլինի, եթե այս շաբաթավերջին չեղարկենք հանդիպումը։ Ես կթողնեմ, որ դուք երկուստ կարգավորեք ձեր ընտանեկան հարցերը։ Նրա խոսքերը Մարկոյին հարվածեցին ինչպես որովայնին։ Օլիվիա, դա այդպես չէ։ Դա ընտանեկան հարց չէ այնպես, ինչպես դու մտածում ես։ Մարկո, հասկանում եմ։ Դու առաջնահերթություններ ունես, նրա հետ պատմություն ունես, դուստր ունես։ Բնական է, որ ուզում ես փորձել կարգավորել ամեն ինչ։ Դու չես հասկանում։ Ես հիանալի հասկանում եմ, ընդհատեց նա, ձայն այժմ ավելի կոշտ լինելով։ Եվ դա նորմալ է։ Գուցե ինձ էլ ժամանակ է պետք մտածելու համար։ Զանգն ավարտվեց այն ժամանակ, երբ Մարկոն ձեռքում պահեց լուռ հեռախոսը, զգալով, որ մատների միջով ինչ-որ կարևոր բան է սահում։ Շաբաթ օրը Մարկոն Աննային թողեց մոր հետ, Քիարայի հետ ճաշելու։ Նրանք հանդիպեցին քաղաքի կենտրոնում գտնվող մի ռեստորանում, նույն ռեստորանում, որտեղ նրանք սովորաբար գնում էին ամուսնացած ժամանակ։ Մարկոն առաջինը ժամանեց անհանգիստ սպասեց, անորոշության մեջ, թե ինչ ակնկալել զրույցից։ Քիարան ռեստորան մտավ ավելի հասուն տեսքով, ավելի վստահ, քան Մարկոն հիշում էր։ Նա հագել էր նրբագեղ մուգ կապույտ զգեստ, վերջերս մազերը կտրել էր ավելի ժամանակակից ոճով։ Նա ժպտաց, երբ տեսավ նրան, մոտեցավ սեղանին այնպիսի վստահությամբ, որը զարմացրեց նրան։
Մարկո, դու հրաշալի տեսք ունես, ասաց նա նրան գրկելով, որը մի փոքր ավելի երկար տեց, քան նա սպասում էր։ Դու էլ լավ ես, պատասխանեց նա, փորձելով անտարբեր տոն պահպանել։ Ինչպես անցավ տեղափոխությունը։ Շտապողական էր, բայց հետաքրքիր։ Ես շատ լավ բնակարան ձեռք բերեցի այստեղ, կենտրոնում, շատ մոտ նոր գրասենյակին։ Եվ նա մոտ է Աննայի դպրոցին։ Ճաշի ժամանակ Քիարան խոսեց իր նոր մասնագիտական պաշտոնի, այն մասին, թե ինչպես էր հասունացել բաժանման 2 տարիների ընթացքում, այն մասին, թե որքան էր կարոտում միասին կառուցած ընտանիքը։ Նա զգույշ էր իր խոսքերի հետ, բայց Մարկոն կարող էր հասկանալ, թե որտեղ էր գնում զրույցը։ Մարկո, հիշո՞ւմ ես, թե ինչու ամուսնացանք, վերջապես հարցրեց նա։ Որովհետև մենք սիրում էինք միմյանց, պատասխանեց նա առանց վարանելու։ Եվ հիշո՞ւմ ես, թե ինչու մենք բաժանվեցինք։ Մարկոն ուշադիր մտածեց պատասխանելուց առաջ։ Որովհետև մենք դադարեցինք շփվել։ Մենք նման էինք սենյակակիցների, որոնք կիսում էին մեկ դուստր։ Ճիշտ է։ Բայց դա կարող է փոխվել, այնպես չէ՞։ Մարդիկ մեծանում են, հասունանում են։ Մարկոն նայեց նրան, փորձելով հասկանալ նրա մտադրությունները։ Քիարա, ո՞ր ես գնում սրանով։ Նա խորը շունչ քաշեց պատասխանելուց առաջ։ Ես ուզում եմ հասնել այն կետին, որ գուցե մենք չափազանց հեշտ հանձնվեցինք։ Ես ուզում եմ հասնել այն կետին, որ մենք դեռ հոգ ենք տանում միմյանց մասին։ Եվ ամենակարևորը, ես ուզում եմ հասնել այն կետին, որ Աննան արժանի է իր ծնողներին միասին ունենալ։ Աննան լավ է։ Նա երջանիկ է։ Բայց նա կարող էր ավելի երջանիկ լինել։ Մարկո, տեսա՞ր, թե ինչպիսին է նա, երբ մենք բոլորս միասին ենք այցելությունների ժամանակ։ Ինչպես է նա ժպտում, երբ մենք մի քանի ժամով ձացնում ենք, թե սովորական ընտանիք ենք։ Մարկոն գիտեր, որ դա ճիշտ է։ Այն քիչ դեպքերում, երբ նրանք միասին էին դպրոցական միջոցառումների կամ Աննայի ծննդյան օրերի ժամանակ, աղջիկը շողշողուն էր թվում իր 2 ծնողների ներկայությամբ։ Դա չի նշանակում, որ մենք պետք է նորից ամուսնանանք, ասաց նա։ Ոչ, բայց դա նշանակում է, որ մենք պետք է փորձենք։ Գոնե դիտարկենք այդ հնարավորությունը։ Քիարան թեքվեց սեղանի վրայով, աչքերը հառած նրա աչքերին։ Մարկո, գիտեմ, որ դու միշտ ընտանիքի մարդ ես եղել։ Գիտեմ, որ դու Աննայի համար լավագույնն ես ուզում։ Եվ գիտեմ նա, որ դու երբեմն միայնակ ես զգում, նույնիսկ եթե դա չես խոստովանում։ Նրա խոսքերը նյարդայնացրին։ Մարկոն իսկապես երբեմն իրեն միայնակ էր զգում, հատկապես այն գիշերները, երբ Աննան քնած էր լինում, երբ տունը չափազանց լուռ էր դառնում։ Ես պետք է մտածեմ դրա մասին, վերջապես ասաց նա։ Իհարկե։ Ես հիմա պատասխան չեմ սպասում։ Բայց Մարկո, դա երկար չի տի։ Աննան մեծանում է, ամեն անցնող օր նշանակում է, որ մենք նրան չենք տալիս այն ընտանիքը, որին նա արժանի է։ Ճաշից հետո Մարկոն վերադարձավ Աննային վերցնելու, բայց նրա գլուխը լրիվ պտտվում էր։ Ճանապարհին Աննան հարցրեց մոր մասին, ոգորված նրան ավելի հաճախ տեսնելու հեռանկարից։ Հայրիկ, հիմա, երբ մայրիկը վերադարձել է, դուք երկուսով նորից ընկերներ կլինեք։ Մենք միշտ ընկերներ ենք եղել, արքայադուստր։ Բայց դուք նորից միասին ապրելու եք։ Ինչպես առաջ։ Աննայի անմեղ հարցը նրան խորը հարվածեց։ Ինչու ես դա հարցնում։ Որովհետև ես երազ տեսա, որ մենք կրկին ընտանիք ենք։ Եվ երազում մենք շատ երջանիկ էինք։ Մարկոն զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Օրվա մնացած մասը Աննայի Քիարայի խոսքերը պտտվում էին նրա մտքում։ Արդյոք Աննան իսկապես ուզում էր, որ նրանք նորից ընտանիք լինեին։ Արդյոք նա եսասեր էր, նոր կյանք կառուցելով, երբ կարող էր իր դստերը տալ այն, ինչ նա իսկապես ցանկանում էր։ Կիրակի օրը, ինչպես պայմանավորված էր, Մարկոն զանգահարեց Օլիվիային հանդիպումը հաստատելու համար։ Բայց նա չպատասխանեց։ Նա օրվա ընթացքում 2 անգամ փորձեց, բայց ապարդյուն։ Վերջապես, նա որոշեց գնալ նրա բնակարան։ Երբ նա հասավ շենք, տեսավ Օլիվիային, որը դուրս էր գալիս ձեռքին մի փոքրիկ ճամպրուկով։ Նա կանգ առավ, երբ տեսավ նրան, ակնհայտորեն զարմացած։ Մարկո, ի՞նչ ես անում այստեղ։ Ես փորձեցի զանգահարել քեզ։ Դու չպատասխանեցիր։ Ես ճանապարհորդում եմ։ Ես մի քանի օր անցկացնելու եմ ծովափին, ընկերոջս հետ։ Մարկոն նկատեց, որ նա խուսափում էր ուղիղ իրեն նայելուց։ Օլիվիա, կարող ենք խոսել։
Միայն մի քանի րոպեով։ Նա տատանվեց, ապա գլխով արեց. Լավ, բայց ես շատ ժամանակ չունեմ։ Նրանք նստեցին շենքի դիմացի հրապարակում գտնվող նստարանին։ Մարկոն փորձեց դասավորել իր խոսքերը, բայց Օլիվիան առաջինը խոսեց. Մարկո, դու ոչինչ բացատրելու կարիք չունես։ Ես իրավիճակը հիանալի հասկանում եմ։ Հասկանում ես։ Որովհետև ես ոչինչ չեմ հասկանում։ Օլիվիան վերջապես նայեց նրա աչքերի մեջ։ Քո նախկին կինը վերադարձել է։ Աննան ուզում է ունենալ ամբողջական ընտանիք։ Բնական է, որ դուք երկուսով փորձեք վերականգնել այն, ինչ ունեցել եք։ Այդքան էլ պարզ չէ։ Ոչ։ Ապա բացատրիր ինձ։ Մարկոն խորը շունչ քաշեց։ Կիարան ուզում է նորից փորձել։ Նա կարծում է, որ մենք սխալ ենք թույլ տվել բաժանվելով։ Իսկ դու… Ինչ ես կարծում։ Ես չգիտեմ։ Շփոթված եմ։ Օլիվիան գլխով արեց, կարծես այդ պատասխանը հաստատեց նրա կասկածները։ Հենց դրա համար էլ ինձ ժամանակ է պետք։ Մարկո, ես շատ եմ կապվել քեզ Աննային։ Չափազանց շատ եմ կապված։ Եվ հիմա հասկանում եմ, որ գուցե դա սխալ էր։ Ինչպես կարող էր սխալ լինել։ Որովհետև դու պատմություն ունես, իսկական ընտանիք։ Եվ ես պարզապես մեկն եմ, ով եկել է իր ճանապարհով։ Մարկոն զգաց, որ իր մեջ զայրույթ է բարձրանում։ Դու պարզապես մեկը չես։ Դու կարևոր ես մեզ համար։ Աննայի համար։ Ինձ համար։ Բայց ոչ ոք ավելի կարևոր չէ, քան նրա մայրը։ Ոչ էլ որևէ մեկը ավելի կարևոր է, քան Աննայի լիարժեք ընտանիք ունենալու հնարավորությունը։ Մարկոն լուռ մնաց, որովհետև չգիտեր ինչպես հերքել դա։ Ճիշտ էր, որ Աննան ուզում էր, որ իր ծնողները միասին լինեն։ Ճիշտ էր, որ ավանդական ընտանիքը կարող էր ավելի լավ լինել նրա համար։ Լսիր, շարունակեց Օլիվիան, ձայն այժմ ավելի մեղմ լինելով։ Ես չեմ ուզում լինել այն մարդը, ով խանգարեց ընտանիքի վերամիավորմանը։ Ես չեմ ուզում լինել այն պատճառը, որ Աննան հնարավորություն չունեցավ իր ծնողներին միասին պահելու։ Օլիվիա… Մարկո, դու պետք է այս ընտրությունը կատարես մենակ։ Առանց հաշվի առնելու, թե ես ինչ եմ ուզում կամ ինչպես եմ զգում։ Դու պետք է մտածես այն մասին, թե ինչն է լավագույնը Աննայի համար, ինչ ես իրականում ուզում քո կյանքի համար։ Նա վեր կացավ, վերցնելով ճամպրուկը։ Ես մեկ շաբաթով բացակայելու եմ։ Երբ վերադառնամ, հուսով եմ, որոշում կկայացնեք։ Մարկոն նայում էր, թե ինչպես է նա հեռանում, զգալով, որ կարծես իրենից մի մասը խլում են։ Նա ուզում էր վազել նրա հետից, ասել, որ արդեն գիտի, թե ինչ ընտրություն է նա կատարել, բայց ճշմարտությունն այն էր, որ նա դեռ իսկապես երկմտում էր։ Հաջորդ շաբաթվա ընթացքում Մարկոն ապրում էր ավտոմատի պես։ Նա աշխատում էր, հոգ էր տանում Աննայի մասին, բայց նրա միտքը անընդհատ բաժանված էր երկու հնարավոր իրականությունների մեջ։ Մի կողմից նա տեսնում էր Քիարայի հետ ընտանիքը վերականգնելու, Աննային տալու այն, ինչ նա կարծես ուզում էր վերադառնալու ծանոթի անվտանգություն։ Մյուս կողմից նա զգում էր Օլիվիայի ցավոտ բացակայությունը, այն թեթությունը, որը նա բերում էր նրանց կյանք։ Քիարան շաբաթվա ընթացքում մի քանի անգամ զանգահարում էր, միշտ բարի, միշտ հիշեցնելով նրան իրենց անցկացրած լավ ժամանակների մասին։ Նա նույնիսկ առաջարկեց, որ երեքով գնան կինո, ինքը Մարկոն Աննան փորձարկելու, թե ինչպիսին կլինի նորից միասին լինելը։ Հենց հինգշաբթի երեկոյան կինոթատրոն գնալու ժամանակ Մարկոն անսպասելիորեն բացահայտվեց։ Նստած Քիարայի Աննայի մեջ, մանկական ֆիլմ դիտելով, նա հասկացավ մի հիմնարար բան, նա ոչ մի յուրահատուկ բան չզգաց։ Ամեն ինչ հաճելի էր, ծանոթ, հարմարավետ, բայց Օլիվիայի հետ նա ոչ մի գիրք, ոչ մի ամբողջականության զգացում չուներ։ Աննան երջանիկ էր, դա ճիշտ էր։ Բայց Մարկոն գիտակցում էր, որ իր երջանկությունն ավելի շատ գալիս էր երկու ծնողների հետ լինելուց, քան նրանց միասին որպես զույգ տեսնելուց։ Ֆիլմի ողջ ընթացքում նա խոսում էր Օլիվիայի մասին, հարցնում, թե երբ է նորից տեսնելու նրան, ասում, որ ուզում է ցույց տալ նրան իր արած նոր նկարները։ Քիարային տուն բերելուց հետո, Աննայի հետ մեքենայով վերադառնալիս, նա մի հարց տվեց, որը զարմացրեց նրան։ Հայրիկ, այսօր ուրախ չես։ Այո, արքայադուստր։ Ինչու ես հարցնում։ Որովհետև կինոթատրոնում տխուր տեսք ունեիր։ Եվ մեկ անգամ չժպտացիր։ Մարկոն հետի հայելու մեջ նայեց դստերը։ Իսկ դու երջանիկ էիր։ Աննան մի պահ մտածեց։
Այո։ Բայց ես նա մտածում էի Օլիվիայի մասին։ Նա քեզ ավելի շատ է ժպտում։ Աննայի խոսքերը արձագանքում էին նրա մտքում ամբողջ գիշեր։ Հնարավոր է պատասխանը, որը նա փնտրում էր, կգար ոչ թե իր շփոթված գլխից, այլ 6-ամյա երեխայի անմեղ իմաստությունից, որը աշխարհը դիտարկում էր այնպիսի պարզությամբ, որը մեծահասակները երբեմն կորցնում էին։ Ուրբաթ երեկոյան Մարկոն վերջապես որոշում կայացրեց։ Նա գիտեր, թե ինչ պետք է աներ, գիտեր, թե ինչ զրույց պետք է ունենար նախ։ Եվ գիտեր, որ անկախ արդյունքից, պետք է անկեղծ լիներ ինքն իր հետ այն մասին, թե իրականում ինչ էր ուզում իր կյանքից։ Շաբաթ օրը Մարկոն արթնացավ այնպիսի պարզությամբ, որը շաբաթներ շարունակ չէր զգացել։ Ամբողջ գիշեր նա մտորել էր իր ընտրությունների, այն մասին, թե ինչ էր իրականում ուզում իր Աննայի կյանքի համար։ Պատասխանը այնտեղ էր, բյուրեղյա պարզապես սպասում էր, որ նա համարձակություն ունենա այն ընդունելու։ Նա վաղ առավոտյան զանգահարեց Քիարային, խնդրելով հանդիպել զրուցել։ Այս անգամ, առանց Աննայի ներկայության։ Նրանք համաձայնեցին հանդիպել նույն սրճարանում, որտեղից ամեն ինչ սկսվել էր Օլիվիայի հետ, Մարկոյի գիտակցված ընտրություն, ով ուզում էր լինել այն վայրում, որը խորհրդանշում էր իր նոր սկիզբը։ Երբ Քիարան ժամանեց, Մարկոն արդեն սպասում էր սեղանի մոտ, որը նրանք կիսել էին Օլիվիայի հետ այդ առաջին շաբաթ օրը։ Դրանում կար ինչ-որ խորհրդանշական բան, որը նա չէր կարող անտեսել։ Մարկո, դու տարբեր ես թվում, նկատեց Քիարան, նստելով նրա դիմաց։ Ավելի վճռական։ Որովհետև ես այդպիսին եմ, կտրուկ պատասխանեց նա։ Քիարա, մենք պետք է լուրջ անկեղծ զրույց ունենանք։ Նա ուղղվեց աթոռին, նրա ձայնից հասկանալով, որ զրույցը չէր ընթանում այնպես, ինչպես նա հույս ուներ։ Ինչ ես որոշել։ Մարկոն խորը շունչ քաշեց նախքան սկսելը։ Ես որոշեցի, որ դու ճիշտ էիր մեկ բանի մեջ։ Մենք դադարեցինք կապվել։ Բայց դու սխալվում էիր մեկ այլ բանի մեջ։ Սա չի կարող փոխվել։ Մարդ։ Թույլ տվեք ավարտեմ, խնդրում եմ, մեղմ ասաց նա։ Այս շաբաթ ես փորձեցի ստիպել ինձ նորից ինչ-որ բան զգալ քո հանդեպ։ Ես փորձեցի պատկերացնել, թե ինչպիսին կլինի մեզ համար նորից զույգ լինելը։ Եվ ես հասկացա, որ դա անարդար կլինի մեզ բոլորիս նկատմամբ։ Քիարան լուռ մնաց, բայց Մարկոն նրա աչքերում տեսնում էր, որ նա արդեն գիտեր, թե որտեղ է գնում զրույցը։ Մենք երջանիկ էինք, Քիարա։ Մի որոշ ժամանակ մենք շատ երջանիկ էինք։ Բայց այն մարդիկ, որոնք մենք էինք, երբ ամուսնացանք, այլս գոյություն չունեն։ Մենք մեծացանք, փոխվեցինք, դարձանք այլ մարդիկ։ Եվ այս նոր մարդիկ նրանք պարզապես համատեղելի չեն որպես զույգ։ Բայց Աննան ուզում է տեսնել իր ծնողներին երջանիկ, ընդհատեց Մարկոն։ Եվ ճշմարտությունն այն է, որ մենք երջանիկ չենք լինի, ծածնելով, թե այլս այն չենք։ Նա խելացի է, Քիարա։ Նա կհասկանա, եթե պարզապես դեր խաղանք։ Քիարան աչքերը իջեցրեց ձեռքերի վրա։ Ես մտածեցի, ես իսկապես կարծում էի, որ դա կարող է աշխատել։ Գիտեմ։ Եվ հասկանում եմ, թե ինչու ես այդպես մտածել։ Ավելի հեշտ է վերադառնալ ծանոթին, քան դեմ առ դեմ կանգնել անհայտի հետ։ Բայց դա արդար չէ մեզանից ոչ մեկի համար։ Իսկ Օլիվիան հարցրեց Քիարան, զարմացնելով Մարկոյին։ Աննան շատ է խոսում նրա մասին։ Մարկոն զգաց, որ կուրծքը սեղմվում է, երբ լսեց Օլիվիայի անունը։ Ինչ է ասում Աննան նրա մասին։ Որ դու երջանիկ ես, երբ նրա հետ ես։ Որ նա քեզ հետաքրքիր բաներ է սովորեցնում։ Որ նա քեզ ծիծաղեցնում է։ Քիարան տխուր ժպտաց։ Եվ որ նա քեզ ժպիտ է պարգում այնպես, ինչպես վաղուց չէի տեսել։ Մարկոն զարմացավ Քիարայի մեկնաբանությունից։ Դու դեմ չես դրան։ Մարկո, գուցե մեր ընտանիքի կարոտը շփոթել եմ ռոմանտիկ սիրո հետ, բայց դա չի նշանակում, որ ուզում եմ քեզ դժբախտ տեսնել։ Եթե այս կինը քեզ երջանիկ է դարձնում, եթե նա լավն է Աննայի համար, ապա… Նա խորը հառաչեց, ապա գուցե դա է, ինչ ձեզ երկուսիդ է պետք։ Նրանք մեկ ժամ խոսեցին, մշակելով իրենց նոր առօրյայի գործնական մանրամասները, երբ Քիարան կրկին քաղաքում էր ապրում։ Նրանք համաձայնեցին, որ Աննան շաբաթվա ընթացքում ավելի շատ ժամանակ կանցկացնի մոր հետ, բայց շաբաթ օրերը կշարունակեն հատուկ օրեր լինել հոր դստեր միջ։ Դա հասուն, հարգալից զրույց էր, որը հաստատեց Մարկոյին, որ նրանք ճիշտ որոշում էին կայացրել 2 տարի առաջ։ Երբ նրանք հրաժեշտ տվեցին, Քիարան նրան ամուր գրկեց։ Հուսով եմ, երջանիկ ես, Մարկո։
Դու արժանի ես դրան։ Դու էլ արժանի ես դրան, Քիարա։ Եվ դու կգտնես քո երջանկությունը։ Քիարայի հետ խոսելուց հետո Մարկոն գնաց Աննային մոր տնից վերցնելու։ Տուն վերադառնալիս նա դստերը պարզ խոսքերով բացատրեց, որ մայրը վերադարձել է քաղաք իրեն ավելի մոտ լինելու համար, բայց նրանք այլս միասին չեն ապրելու։ Դա քեզ տխրեցնում է, արքայադուստր։ Աննան ուշադիր մտածեց նախքան պատասխանելը։ Մի փոքր։ Բայց դա ինձ էլ հանգիստ չի թողնում։ Որովհետև դու ամբողջ շաբաթ տխուր էիր թվում, իսկ ինձ դուր չի գալիս, երբ տխուր ես։ Երեխայի իմաստությունը կրկին տպավորեց Մարկոյին։ Իսկ դու կցանկանայիր նորից տեսնել Օլիվիային։ Աննայի աչքերը փայլեցին։ Շատ։ Այսօր կվերադառնա։ Չգիտեմ, սիրելիս։ Նա ճանապարհորդում է գուցե դեռ բացակայի։ Կարող ես նրան զանգահարել։ Մարկոն ժպտաց։ Կարող եմ փորձել։ Այդ կեսօրին Մարկոն մի քանի անգամ փորձեց զանգահարել Օլիվիային, բայց նա չպատասխանեց։ Այնուհետ նա որոշեց գնալ նրա բնակարան, անձամբ տեսնելու նրան։ Նա ուզում էր բացատրել իր որոշումը, ուզում էր պատմել նրան, թե ինչ էր հայտնաբերել նրա զգացմունքների մասին։ Երբ նա հասավ շենք, դռնապանը նրան տեղեկացրեց, որ Օլիվիան այդ առավոտյան վերադարձել էր իր ճամփորդությունից։ Մարկոն բարձրացավ նրա հարկ, սիրտը բաբախում էր։ Երբ նա զանգեց դռան զանգը, լսեց մոտեցող քայլերի ձայներ, ապա լռություն։ Օլիվիա։ Ես եմ, Մարկո։ Կարող ենք խոսել։ Դուռը դանդաղ բացվեց, բացահայտելով Օլիվիային կարմիր աչքերով, կարծես լաց լիներ։ Նա հագել էր առօրյա հագուստ այնպիսի տեսք ուներ, կարծես նոր էր վերադարձել ճամփորդությունից։ Մարկո։ Ինչ ես անում այստեղ։ Ես պետք է խոսեմ քեզ հետ։ Դա կարևոր է։ Օլիվիան մի պահ տատանվեց, ապա ավելի լայն բացեց դուռը։ Մտիր։ Նրա բնակարանը փոքր էր, բայց հարմարավետ, զարդարված նրա սեփական ստեղծագործություններով։ Մարկոն նկատեց, որ Աննայի նկարը կպած էր սառնարանին, ճիշտ այնպես, ինչպես նա խոստացել էր։ Ընտանեկան հարցերդ արդեն լուծել ես, հարցրեց Օլիվիան, պահպանելով հեռավորությունը։ Ես որոշել եմ, վճռականորեն պատասխանեց Մարկոն, եւ դրա համար եմ ես այստեղ։ Ահ։ Օլիվիան նստեց բազմոցին, նրան ցույց տալով, որ նույնը անի։ Եվ ինչ որոշում կայացրիր։ Մարկոն կանգնեց նրա առջ, ցանկանալով, որ նա տեսնի անկեղծությունը իր աչքերում։ Իմ որոշումն այն էր, որ դու ոչնչի ճանապարհին չես։ Դու իմ ճանապարհի մի մասն ես։ Օլիվիան զարմացած թարթեց աչքերը։ Մարկո։ Թույլ տվեք ավարտեմ, ասաց նա, կրկնելով Քիարային ուղղված իր խոսքերը։ Այս շաբաթ ես փորձեցի պատկերացնել իմ կյանքը երկու տարբեր ձով։ Մեկը Քիարայի հետ վերամիավորվելն էր, մեր հին ընտանիքի վերականգնումը։ Մյուսը, այս նոր կյանքի շարունակությունը, որը սկսել էի կառուցել քեզ Աննայի հետ։ Օլիվիան լուռ մնաց, բայց Մարկոն տեսավ, թե ինչպես են արցունքները լցվում նրա աչքերում։ Եվ ես հասկացա, որ առաջին տարբերակը վերաբերում էր անվտանգությանը, ծանոթին, թղթի վրա ճիշտ թվացողը անելուն։ Բայց երկրորդ տարբերակը վերաբերում էր իսկական սիրո, իրական կապի, նոր անկեղծ ինչ-որ բան կառուցելուն։ Մարկոն ծնկի իջավ նրա առջ, բռնելով նրա ձեռքը։ Օլիվիա, ես քեզ սիրում եմ։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես ես վերաբերվում Աննային, ինձ դուր է գալիս, թե ինչպես ես ինձ զգում, ինձ դուր է գալիս այն մարդը, ով դառնում եմ, երբ քեզ հետ եմ։ Եվ գիտեմ, որ Աննան էլ է քեզ սիրում։ Օլիվիայի արցունքները սկսեցին հոսել։ Բայց ինչ կասեք նրա ընտանիքի մասին։ Եվ ինչ է իրականում ուզում Աննան։ Աննան ուզում է ինձ երջանիկ տեսնել։ Եվ ճշմարտությունն այն է, որ ես քեզ հետ ավելի երջանիկ եմ, քան երբևէ։ Ինչ վերաբերում է ընտանիքին, գուցե ժամանակն է վերանայել, թե ինչ է նշանակում ընտանիքը մեզ համար։ Օլիվիան երկար նայեց նրան, կարծես փորձում էր հասկանալ նրա խոսքերը։ Մարկո, ես շատ վախեցած էի։ Վախենում էի չափազանց կապված լինելուց, նորից լքված լինելուց։ Քեզ չեն լքի։ Խոստանում եմ։ Բայց ինչ կլինի, եթե ոչինչ չստացվի։ Ինչ կլինի, եթե Աննան որոշի, որ դուք կվերադառնաք ավանդական ընտանիքին։ Մարկոն ժպտաց, հիշելով դստեր խոսքերը։ Աննան արդեն ասել է ինձ, որ ես ավելի շատ եմ ժպտում, երբ քեզ հետ եմ։ Նա ավելի իմաստուն է, քան մենք երկուսս էլ։
Օլիվիան վերջապես ժպտաց արցունքների միջից։ Իսկապես նա դա ասաց։ Նա ասաց. Եվ գիտես էլ ինչ։ Նա անհամբեր սպասում է քեզ նորից տեսնելուն։ Նա տասնյակ նոր նկարներ է արել քեզ ցույց տալու համար։ Օլիվիան առաջ թեքվեց նրբորեն համբուրեց Մարկոյին։ Դա նրանց առաջին համբույրն էր, լի բոլոր այն զգացմունքներով, որոնք նրանք շաբաթներ շարունակ թաքցրել էին։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ ժպտում էին։ Այսպիսով, հիմա ինչ անենք, հարցրեց նա։ Հիմա գնանք Աննային վերցնելու մեր սրճարան գնալու։ Շաբաթ է, մենք ավանդույթներ ունենք պահպանելու։ Օլիվիան ծիծաղեց, ամենագեղեցիկ ձայնը, որը Մարկոն լսել էր շաբաթներ շարունակ։ Մեր ավանդույթը։ Մեր ավանդույթը, հաստատեց նա, կրկին համբուրելով նրան։ 1 ժամ անց 3-ը նստած էին իրենց սովորական սրճարանի սեղանի շուրջ։ Աննան Օլիվիային տեսնելուն պես նետվել էր նրա գիրկը, կարծես նրանք հին ընկերներ լինեին, որոնք տարիներ շարունակ չէին տեսել միմյանց։ Նա անմիջապես հանեց իր նկարների պորտֆոլիոն, ցուցադրելով շաբաթվա ընթացքում ստեղծված յուրաքանչյուր արվեստի գործ։ Սա դու ես, որ ուրիշ երեխաների ես դասավանդում, բացատրեց Աննան, ցույց տալով Օլիվիայի նկարը, որի վրա մի քանի երեխաներ էին շրջապատված։ Որովհետև դու շատ լավ ուսուցիչ ես։ Օլիվիան ոգորությամբ նայեց նկարին։ Գեղեցիկ է, Աննա։ Եվ գիտես ինչ։ Ես մտածում էի երեխաներին դա սովորեցնելու մասին։ Լուրջ հետաքրքրված հարցրեց Մարկոն։ Այո։ Իմ ընկերներից մեկն աշխատում է համայնքային կենտրոնում ասաց, որ նրանք փնտրում են մեկին, որը կանցկացնի արվեստի արհեստանոցներ երեխաների համար, հատկապես այն երեխաների համար, ովքեր դժվար ժամանակներ են ապրել։ Մարկոն զգաց, որ կուրծքը լցվում է հպարտությունից։ Նա Օլիվիայի մեջ տեսնում էր ոչ միայն մեկին, ով հաղթահարել էր իր սեփական դժվարությունները, այլ մեկին, ով ցանկանում էր իր փորձը օգտագործել ուրիշներին օգնելու համար։ Դու պետք է ընդունես, ասաց նա։ Դու հրաշալի ես շփվում երեխաների հետ։ Ճիշտ է, համաձայնեց Աննան։ Դու աշխարհի լավագույն ուսուցիչն ես։ Մինչ նրանք սուրճ էին խմում օրվա մնացած մասը պլանավորում, Մարկոն դիտում էր, թե ինչպես են իր կյանքի երկու ամենակարևոր կանայք զրուցում ծիծաղում միասին։ Երկար ժամանակ անց առաջին անգամ նա զգաց, որ ինքը հենց այնտեղ է, որտեղ պետք է լինի, ճիշտ մարդկանց հետ, կառուցում է ինչ-որ իրական երկարատ բան։ Կեսօրն անցավ կատարյալ տեմպով, այգի, գրախանութ, պաղպաղակ։ Կարծես ոչինչ չէր փոխվել, բայց մինույն ժամանակ ամեն ինչ այլ էր։ Օդում հանգստություն կար, վստահություն, որ սա ավելին էր, քան պարզապես ընկերների միջ պատահական հանդիպում։ Դա ձևավորվող ընտանիք էր, միավորված ոչ թե պարտավորությամբ կամ հարմարությամբ, այլ ընտրությամբ անկեղծ սիրով։ Այգում, մինչ Աննան խաղում էր խաղահրապարակում, Մարկոն Օլիվիան քայլում էին կողք կողքի, նրանց ձեռքերը բնականաբար միահյուսված էին։ Սա առաջին անգամն էր, որ նրանք իրենց թույլ էին տալիս նման մտերմություն երեխայի առջ, Աննան, կարծես, լիովին հավանություն էր տալիս դրան, ժպտալով ամեն անգամ, երբ տեսնում էր նրանց միասին։ Մարկո, ասաց Օլիվիան, երբ նրանք դիտում էին Աննային սահադաշտի վրա, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Նրա լուրջ տոնը Մարկոյին ստիպեց ամբողջությամբ շրջվել դեպի իրեն։ Ինչ է պատահել։ Այս շաբաթվա ընթացքում, որ մենք առանձին ենք եղել, ես կարևոր մի բան հասկացա։ Նա լռեց, մտքերը կարգավորելով։ Ամբողջ կյանքումս, ընտանիքս կորցնելուց հետո ես ապրել եմ վախի մեջ։ Կապվածության վախ, կրկին կորցնելու վախ, կրկին երջանիկ լինելու հավատալուց վախ։ Մարկոն սեղմեց նրա ձեռքը, խրախուսելով նրան շարունակել։ Բայց երբ երեկ դու հայտնվեցիր իմ դռան մոտ ասացիր այդ խոսքերը, երբ դու որոշեցիր այստեղ լինել ինձ հետ, այլ ոչ թե վերադառնալ քո հին կյանքին, դա առաջին անգամն էր տարիներ անց, որ ես զգացի, որ կարող եմ դադարել վախենալուց։ Օլիվիա։ Ոչ, թող ավարտեմ, ժպտաց նա, կրկնելով այն խոսքերը, որոնք նա այդքան անգամ օգտագործել էր։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես այստեղ չեմ, որովհետև դու փրկեցիր ինձ այդ սարսափելի միայնությունից։ Ես այստեղ եմ, որովհետև դու Աննան ցույց տվեցիք ինձ, որ հնարավոր է կառուցել ինչ-որ նոր գեղեցիկ բան նույնիսկ ամեն ինչ կորցնելուց հետո։ Ես այստեղ եմ, որովհետև ես եմ ընտրել լինել։ Մարկոն զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով։ Եվ ես ընտրում եմ այստեղ լինել քեզ հետ։ Ամեն օր ես ընտրում եմ այստեղ լինել։ Նրանք քնքուշ համբուրվեցին, համբույր, որը կնքեց ոչ միայն նրանց սերը, այլ միասին կյանք կառուցելու գիտակցված որոշումը։ Երբ նրանք բաժանվեցին, տեսան, որ Աննան վազում է դեպի իրենց։
Դուք երկուսով հանդիպո՞մ եք հիմա, հարցրեց նա երեխաների բնորոշ հետաքրքրասիրությամբ։ Մարկոն ու Օլիվիան նայեցին միմյանց ու ծիծաղեցին։ Այո, արքայադուստր։ Մենք հիմա հանդիպում ենք։ Հիանալի է, բացականչեց Աննան ծափահարելով։ Կարող եմ տատիկին ասել։ Կարող ես ասել ում ուզում ես, ասաց Օլիվիան, ծնկի իջնելով, որպեսզի Աննայի մակարդակին լինի։ Բայց նախ ուզում եմ իմանալ, դու գոհ ես դրանից։ Աննան մի պահ մտածեց այն լրջությամբ, որը երբեմն ցուցաբերում էր կարևոր որոշումներ կայացնելու անհրաժեշտության դեպքում։ Ես շատ երջանիկ եմ, որովհետև հիմա ես կրկին մեծ ընտանիք ունեմ։ Ինչ ես նկատի ունենում, սիրելիս։ Որովհետև ես ունեմ հայրիկս, մայրիկս, հիմա նա դու։ Եվ դու կարող ես ինձ ավելի շատ բաներ սովորեցնել նկարչության մասին։ Աննայի պարզությունը, որով նա նայեց իրավիճակին, խորապես հուզեց թե Մարկոյին, թե Օլիվիային։ Նրա համար չկային բարդություններ կամ կոնֆլիկտներ, պարզապես ավելի շատ սեր իր կյանքում։ Գրախանութում Օլիվիան գտավ մի գիրք ոչ ավանդական ընտանիքների մասին, ցույց տվեց այն Աննային։ Նայիր, այս գիրքը խոսում է բոլոր ձերի չափերի ընտանիքների մասին։ Աննան հետաքրքրությամբ թերթեց գիրքը, տեսնելով միայնակ ծնողներով ընտանիքների, որդեգրող ընտանիքների, տատիկ-պապիկների հիմնական խնամակալների պատկերազարդումներ։ Մեր ընտանիքը այստեղ կլինի։ Գուցե ոչ բոլորովին, պատասխանեց Մարկոն, բայց մեր նման ընտանիքներ, անշուշտ, գոյություն ունեն։ Կարող եմ մեր ընտանիքը նկարել նրանց համար, ոգորված հարցրեց Աննան։ Ինչ հրաշալի միտք է, ասաց Օլիվիան։ Կարող ես նկարել այն, իսկ հետո մենք կուղարկենք հրատարակչին։ Ամբողջ կեսօրվա ընթացքում Աննան չէր դադարում խոսել ընտանիքի նկարի մասին։ Նա մանրամասն նկարագրեց, թե ինչպիսին կլիներ այն։ Երեքով միասին այգում, սրճարանը ֆոնին, շրջապատված ծաղիկներով, լայն ժպիտներով դեմքերին։ Երբ ընթրիքի ժամը եկավ, նրանք որոշեցին միասին ճաշ պատրաստել Մարկոյի բնակարանում։ Սա առաջին անգամն էր, որ Օլիվիան մասնակցում էր տնային գործունեության, որպես ընտանիքի պաշտոնական անդամ, այդ պահը խորապես խորհրդանշական էր։ Ինչ ենք անելու, հարցրեց Աննան։ Իսկ լազանյան ինչպես կլինի, առաջարկեց Մարկոն։ Դա ձեր երկուսի սիրելի ուտեստն է։ Մինչ նրանք եփում էին, Օլիվիան Աննային պատմում էր իր մանկության մասին նոր պատմություններ, որոնք Աննան լսում էր հիացմունքով։ Մարկոն դիտում էր նրանց փոխազդեցությունը, հիանում նրանց հարաբերությունների բնականությամբ։ Կապեր ստեղծելու որևէ պարտադրանք կամ արհեստական փորձ չկար։ Այն պարզապես հոսում էր։ Գիտես, Օլիվիա, ասաց Աննան, օգնելով հավաքել լազանյան, դու շատ նման ես իմ երակայական մորաքրոջը։ Երակայական մորաքույր, հետաքրքրված հարցրեց Օլիվիան։ Այո։ Երբեմն պատկերացնում էի, թե ինչպիսին կլիներ ունենալ մորաքույր, որը գիտեր նկարել, զվարճալի ու բարի լիներ։ Եվ դու ճիշտ այնպիսին ես, ինչպիսին ես պատկերացնում էի։ Մարկոն զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում դստեր հուզիչ անկեղծությունից։ Աննան անգիտակցաբար բառացիորեն ասել էր, թե ինչ էր ներկայացնում Օլիվիան իրենց կյանքում, ոչ թե կորցրածի փոխարինող, այլ ընտանիքի նոր թանկարժեք լրացում։ Ընթրիքից Աննայի քնելուց հետո Մարկոն Օլիվիան նստեցին հյուրասենյակի բազմոցին, վերջապես մի պահ միայնակ մնալով հիշելով կատարվածը։ Տարօրինակ է, ասաց Օլիվիան, գրկախառնվելով Մարկոյի կրծքին։ Զգում եմ, որ մենք փոթորիկ ենք անցել, հիմա վերջապես արը դուրս է եկել։ Դա լավ փոխաբերություն է, համաձայնեց Մարկոն, համբուրելով նրա գլխի գագաթը։ Եվ գիտես էլ ինչ։ Կարծում եմ, մենք ավելի ուժեղ ենք, որ միասին դիմացանք այս փոթորկին։ Սա է նման։ Որովհետև հիմա մենք գիտենք, որ միմյանց նկատմամբ մեր ընտրությունը հիմնված չէ հարմարության կամ միայնակ մնալու վախի վրա։ Այն հիմնված է իսկական սիրո վրա, նույնիսկ երբ հանգամանքները դժվար էին։ Օլիվիան մի փոքր հետ քաշվեց, նրա աչքերի մեջ նայելու համար։ Դու ճիշտ ես։ Երբ Քիարան վերադարձավ, դու ստիպված եղար այդ ընտրությունը կատարել, ես հստակ տեսա, թե ինչպիսի տղամարդ ես դու։ Մեկը, ով ուշադիր մտածում է որոշումների մասին, ով իր դստեր բարեկեցությունը դնում է առաջին տեղում, բայց նա ունի քաջություն հետելու իր սրտին։ Եվ ես տեսա, որ դու այնպիսի մարդ ես, ով պատրաստ է հեռանալ, խնդիրներ չառաջացնելու համար, նույնիսկ եթե դա քեզ ցավ է պատճառում։ Դա ինձ ցույց տվեց, թե որքան ես դու իսկապես հոգ տանում մեզ մասին։ Նրանք երեկոյի մնացած մասն անցկացրին ապագայի, իրենց երազանքների ծրագրերի մասին խոսելով։
Օլիվիան խոսեց արվեստի արհեստանոցները ընդլայնելու իր գաղափարի մասին, ներառելով նա տրավմա ապրած մեծահասակներին։ Մարկոն կիսվեց իր ծրագրերով, մասնագիտացնելու իր ճարտարապետությունը մատչելիության սոցիալական ներառման վրա կենտրոնացած նախագծերում։ Գիտեք ինչ կլիներ զարմանալի, ասաց Մարկոն։ Եթե մենք կարողանայինք միասին աշխատել որևէ նախագծի վրա։ Պատկերացրեք մի համայնքային տարածք, որը համատեղում է ներառական ճարտարապետությունը թերապտիկ արվեստի հետ։ Օլիվիայի աչքերը փայլեցին։ Դա երազանք կլիներ։ Մենք կարող ենք ստեղծել մի բան, որը իսկապես կփոխի մարդկանց կյանքը։ Դաս մեկ հաստատում էր, որ նրանք ոչ միայն սիրում էին միմյանց, այլ կիսում էին արժեքներ, աշխարհայացքներ, որոնք կատարելապես լրացնում էին նրանց։ Երբ նրանք վերջապես քնեցին, երկուսն էլ վստահ էին, որ ճիշտ որոշումներ էին կայացրել, որ իրենց սպասող ապագան կառուցվելու էր սիրո, հարգանքի ընդհանուր նպատակի ամուր հիմքերի վրա։ Հաջորդող ամիսները Մարկոյի կյանքի ամենաերջանիկ ամիսներն էին։ Օլիվիան ընդունել էր համայնքային կենտրոնում աշխատանքը, արագորեն սիրվել էր բոլոր երեխաների ծնողների կողմից։ Նրա արվեստի արհեստանոցները միշտ լեփ-լեցուն էին, նա մշակել էր հատուկ մեթոդ դժվարություններ ունեցող երեխաներին սովորեցնելու համար, օգտագործելով իր սեփական փորձը, նրանց ոգեշնչելու համար։ Մարկոն իր հերթին գրասենյակում պաշտոնի բարձրացում էր ստացել, այժմ ղեկավարում էր կայուն ճարտարապետության նախագծեր, ինչը միշտ եղել է նրա կիրքը։ Աննան հաջողության էր հասնում դպրոցում, հատկապես արվեստի ոլորտում, որտեղ նա շաբաթավերջերին կիրառում էր Օլիվիայի սովորեցրած տեխնիկան։ Նրանց առօրյան բնականաբար զարգացել էր։ Օլիվիան շաբաթական մի քանի օր անցկացնում էր Մարկոյի Աննայի բնակարանում, ընտրելով նրանց հետ, օգնելով տնային աշխատանքներին, մասնակցելով առօրյա գործերին։ Շաբաթավերջերին նրանք պահպանում էին իրենց սուրճի ավանդույթը, բայց այժմ ներառում էին նա այլ ծեսեր, թանգարաններ այցելելը, այգում հեծանիվով զբոսանքները, ճաշ պատրաստելու կեսօրերը, որտեղ նրանք երեքով միասին էին պատրաստում։ Ինչպես խոստացել էր, Քիարան լավ էր հարմարվել քաղաքում, պահպանել էր ջերմ հարաբերություններ Մարկոյի հետ։ Նա շաբաթը 2 անգամ Աննային էր վերցնում ընթրիքի, իսկ հանգստյան օրերին մի քանի անգամ։ Հետաքրքիր է, որ նա Օլիվիան լավ էին լեզու գտնում իրենց առաջին հանդիպումից։ Քիարան արագ հասկացավ, թե որքան լավ էր Օլիվիան վերաբերվում Աննային Մարկոյին, Օլիվիան իր հերթին հարգում էր Քիարայի դերը որպես Աննայի մայր։ Կիրակի կեսօրին, իր որոշումից 6 ամիս անց, Մարկոն ականատես եղավ մի բանի, որը խորապես հուզեց նրան։ Նրանք այգում էին, երբ մի փոքրիկ երեխա սայթաքեց, պատրաստվում էր վազել դեպի մարդաշատ փողոցը։ Օլիվիան, նույնիսկ միայն մեկ ձեռքով, արձագանքեց տպավորիչ արագությամբ, վազելով բռնելով երեխային, նախքան որ լուրջ բան կպատահեր։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ, ասաց երեխայի մայրը, ակնհայտորեն խուճապի մատնված։ Չգիտեմ, ինչ կլիներ, եթե դուք այստեղ չլինեիք։ Մարկոն հետում էր, թե ինչպես է Օլիվիան հանգիստ խոսում մոր հետ խաղում վախեցած երեխայի հետ, մինչ որ նա դադարեց լաց լինելուց։ Այդ պահին նա տեսավ ոչ միայն իր սիրելի կնոջը, այլ մի արտասովոր, քաջարի մարդու, որը կարող էր պաշտպանել հոգ տանել։ Մեկին, ով, չնայած կրած բոլոր կորուստներին, դեռս ուներ բավարար սեր աշխարհին տալու համար։ Հենց այդ գիշերն էր, երբ Աննան քնեց, որ Մարկոն կայացրեց իր վերջնական որոշումը։ Օլիվիա, ասաց նա, երբ նրանք միասին լվանում էին ամանները, կարող եմ քեզ մի հարց տալ։ Իհարկե։ Երջանիկ ես։ Այս կյանքով, մեզնով։ Օլիվիան դադարեց ձեռքերի մեջ ափսեն չորացնելուց զարմացած նայեց նրան։ Մարկո, ես կյանքումս երբեք այսքան երջանիկ չեմ եղել։ Ինչո՞վ։ Որովհետև ես էլ երբեք այսքան երջանիկ չեմ եղել։ Եվ որովհետև ուզում եմ համոզվել, որ դու զգաս, որ այս ընտանիքի մի մասն ես։ Զգում եմ, մեղմ ասաց նա։ Ավելին, քան երբեք հնարավոր էի պատկերացնում։ Կորցրած ամեն ինչից հետո։ Մարկոն գլխով արեց, արդեն գիտակցելով, որ ճիշտ որոշում է կայացնում։ Հաջորդ շաբաթների ընթացքում Մարկոն գաղտնի սկսեց անակնկալ պլանավորել Օլիվիայի համար։ Նա խոսեց Աննայի հետ, ով շատ ուրախացավ, լսելով հոր ծրագրերի մասին։ Նա խոսեց Քիարայի հետ, ով առաջարկեց նրան լիակատար օգնություն, աջակցություն։ Նա նույնիսկ կապ հաստատեց Օլիվիայի որոշ գործընկերների հետ, համոզվելու համար, որ անակնկալը կատարյալ կլինի։ 2 ամիս անց, շաբաթ օրը, որը լրանում էր սրճարանում նրանց առաջին հանդիպումից ուղիղ 10 ամիս անց, Մարկոն իր ծրագիրը կյանքի կոչեց։ Նա Օլիվիային ասաց, որ այդ օրվա համար հատուկ անակնկալ են պատրաստել, բայց որևէ մանրամասնություն չբացահայտեց։
Երբ նրանք հասան սրճարան, Օլիվիան շփոթվեց, տեսնելով, որ այնտեղ սովորականից շատ ավելի շատ մարդիկ կային, նրանցից շատերը ծանոթ էին թվում։ Այնտեղ էին նրա համայնքային կենտրոնի գործընկերներից մի քանիսը, փայլուն ժպիտով Քիարան, նույնիսկ Օլիվիայի արհեստանոցներից մի քանիսը իրենց ծնողների հետ։ Մարկո, ի՞նչ է կատարվում, հարցրեց նա, ակնհայտորեն զարմացած։ Ինչ-որ շատ յուրահատուկ բան է կատարվում, պատասխանեց Աննան, գրեթե ուրախությունից ցատկոտելով։ Սրճարանի վարիչը մոտեցավ փոքրիկ տորթով, զարդարված ճիշտ ինչպես առաջին ծննդյան տորթը, կենտրոնում միայն մեկ մոմով։ Բայց այս անգամ ափսեի կողքին փոքրիկ թավշյա տուփ կար։ Մարկոն վերցրեց տուփը ծնկի իջավ Օլիվիայի առջ, ով ձեռքերը մոտեցրեց դեմքին, աչքերում արդեն արցունքներ էին լցվում։ Օլիվիա, սկսեց նա, ձայնը խեղդվելով զգացմունքներից։ 10 ամիս առաջ դու մտար այս սրճարան, պարզապես նստելու տեղ փնտրելով։ Բայց դու գտար շատ ավելին, քան դա։ Դու ընտանիք գտար։ Եվ մենք գտանք քեզ։ Ամբողջ սրճարանը լիակատար լռության մեջ էր, բոլորը հետում էին տեսարանի զարգացմանը։ Դու մեր կյանքը փոխակերպեցիր այնպիսի ձևով, որոնց մասին մենք երբեք չէինք պատկերացնում։ Դու Աննային սովորեցրեցիր սիրով նկարել, դու ինձ սովորեցրեցիր նորից սիրել, դու մեզ բոլորիս ցույց տվեցիր, որ ընտանիքները կարող են կառուցվել ամենաանսպասելի ամենագեղեցիկ ձևով։ Մարկոն բացեց փոքրիկ տուփը, բացահայտելով մի պարզ, բայց նրբագեղ մատանի։ Օլիվիա, կամուսնանաս ինձ հետ։ Կամուսնանաս մեզ հետ։ Աննան միացավ հորը, ծնկի իջնելով նրա կողքին։ Խնդրում եմ, Օլիվիա։ Դու մեր ընտանիքը կլինես հավերժ։ Օլիվիան նայեց Մարկոյին, ապա Աննային, ապա սրճարանում գտնվող բոլոր նրանց, ովքեր սիրող ժպիտներով հետում էին իրեն։ Նրանք մարդիկ էին, ովքեր դարձել էին նրա համայնքը, նրա աջակցության ցանցը, նրա նոր ընտանիքը։ Այո, ասաց նա արցունքների ու ծիծաղի միջով։ Այո, ուզում եմ։ Ամբողջ սրճարանը ծափահարություններից պայթեց։ Մարկոն մատանին դրեց նրա մատին համբուրեց նրան, մինչդեռ Աննան նետվեց նրանց երկուսի գիրկը։ Դա մաքուր ուրախության պահ էր, որը տոնում էր ամբողջ համայնքը, որը ականատես էր եղել այդ սիրո աճին։ Հարսանիքը տեղի ունեցավ 3 ամիս անց, պարզ, բայց իմաստալից արարողությամբ։ Այն տեղի ունեցավ նույն սրճարանում, որտեղից ամեն ինչ սկսվեց, որը զարդարված էր Աննայի ամիսների ընթացքում արված նկարներով, Օլիվիայի կորցրած ընտանիքի լուսանկարներով, նոր սկիզբ խորհրդանշող ծաղիկներով։ Աննան ծաղկող աղջիկն էր, փայլող դեղին զգեստով, մատանիները կրում էր երեխայի լրջությամբ, որը գիտեր, որ մասնակցում է շատ կարևոր մի բանի, Քիարան ներկա էր, հուզված իր կարճ խոսքում շեշտեց, թե որքան ուրախ էր տեսնել Մարկոյին Աննային այդքան ուրախ։ Արարողությունը վարում էր Մարկոյի ընկերը, ով խոսեց այն մասին, թե ինչպես իսկական սերը հաճախ գալիս է, երբ մենք ամենաքիչն ենք սպասում դրան, թե ինչպես ամենագեղեցիկ ընտանիքները կառուցվում են ընտրությամբ, այլ ոչ թե պարզապես պատահականությամբ։ Երբ Մարկոն Օլիվիան ամուսնական երդումներ փոխանակեցին, սենյակում ոչ ոք չոր աչք չմնաց։ Նրանք խոստացան միմյանց կողքին լինել լավ դժվար պահերին, խոստացան միասին հոգ տանել Աննայի մասին, խոստացան հարգել Օլիվիայի կորցրածների հիշատակը, նրանց սիրո հիշողության միջոցով դարձնելով իրենց նոր ընտանիքի անդամ։ Խոստանում եմ սիրել քեզ ոչ միայն նրա համար, թե ով կաս, ասաց Մարկոն, այլ նրա համար, թե ով դառնալու օգնեցիր մեզ։ Ես խոստանում եմ պատվել այս ընտանիքը, որը մենք միասին կառուցեցինք, պատասխանեց Օլիվիան, խոստանում եմ, որ մարդիկ, որոնց կորցրել եմ, միշտ ներկա կլինեն իմ կրած սիրո միջոցով։ Խնջույքը փոքր էր, բայց ուրախ, երաժշտությամբ, բարերով շատ ծիծաղով։ Աննան պնդեց ելույթ ունենալ, աթոռին կանգնելով հյուրերին դիմելով։ Ես ուզում էի շնորհակալություն հայտնել Օլիվիային, հայրիկիս ամեն օր ժպիտ պարգելու համար, ասաց նա երեխայի լրջությամբ։ Եվ ես ուզում էի շնորհակալություն հայտնել նրան, ինձ սովորեցնելու համար, որ ընտանիքները կարող են զարգանալ, երբ հանդիպում ես յուրահատուկ մարդկանց։ Երեկոյի վերջում, երբ հյուրերը հեռացել էին սուրճը կարգի էին բերում, Աննան Մարկոյի Օլիվիայի հետ մի խաղաղ անկյուն գտավ։ Հիմա մենք իսկական ընտանիք ենք, ասաց նա, գրկելով երկուսին էլ։ Մենք միշտ իսկական ընտանիք ենք եղել, նրբորեն ուղեց Օլիվիան։ Այդ առաջին շաբաթ օրվանից։ Մարկոն նայեց աշխարհում իր ամենասիրելի երկու կանանց, մտածելով, թե ինչպես է կյանքը խորհրդավոր կերպով ճիշտ մարդկանց դնում ճիշտ տեղում ճիշտ ժամանակին։ Նա մտածեց այն կնոջ մասին, որը սովորել էր գոյատել ամուսնության ավարտից հետո, այժմ գտել էր ոչ միայն սեր, այլ նոր տեսակի ընտանիք։ Հիմա ո՞ր գնանք, հարցրեց Աննան հորանջելով։
Տուն միաժամանակ պատասխանեցին Մարկոն ու Օլիվիան, ապա ծիծաղեցին, երբ հասկացան, որ միաժամանակ են խոսել։ Մեր տուն, ուղղեց Մարկոն, երեք բառերը երբեք այսքան կատարյալ չէին հնչել։ 1 տարի անց Օլիվիան բացեց իր սեփական համայնքային արվեստի ստուդիան, որտեղ նա անվճար արհեստանոցներ էր անցկացնում խոցելի իրավիճակներում գտնվող երեխաների համար։ Աննան, որն այժմ 8 տարեկան է, շաբաթ օրերին նրա հատուկ օգնականն էր, օգնելով փոքր երեխաներին իրենց գեղարվեստական նախագծերում։ Ստուդիան գտնվում էր Մարկոյի կողմից հատուկ նրա համար նախագծված տարածքում, ընդարձակ, լուսավոր միջավայր, տարբեր կարիքներ ունեցող երեխաների համար հարմարեցված աշխատանքային կայաններով, կային մուտքի թեքահարթակներ, տարբեր բարձրության աշխատանքային սեղաններ, ներքին այգի, որտեղ երեխաները կարող էին ոգեշնչում գտնել բնության մեջ։ Օլիվիան աշխարհի լավագույն ուսուցչուհին է, սովորություն ուներ Աննան ասել ստուդիա եկող նոր երեխաներին։ Նա ինձ սովորեցրեց, որ կարևոր չէ, թե ինչպես ես նկարում, կարևորը նկարչության մեջ ներդրած սերն է։ Մարկոն հպարտությամբ դիտում էր, թե ինչպես է կինը սեփական ցավը վերածում նպատակի։ Նա հիմնականում աշխատում էր այն երեխաների հետ, ովքեր կորցրել էին ընտանիք, ապրում էին ապաստարաններում կամ ունեին որևէ տեսակի հաշմանդամություն։ Եվ նրանցից յուրաքանչյուրում նա տեսնում էր իր սեփական ապաքինման ճանապարհորդության արտացոլումը։ Գիտես, թե ինչու եմ ես այդքան վայելում այս երեխաների հետ աշխատելը, մի գիշեր Օլիվիան ասել էր Մարկոյին։ Որովհետև նրանք ինձ հիշեցնում են, որ արվեստն ունի ուժ, ձայն տալու այն ամենին, ինչը մենք չենք կարող բառերով արտահայտել։ Մարկոն մասնագիտացել էր ներառական ճարտարապետության մեջ, նախագծելով հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի հասարակական տարածքներ։ Նրա առաջին խոշոր նախագիծը համայնքային կենտրոնն էր, որը ներառում էր Օլիվիայի ստուդիան, բրայլի գրերով աուդիոգրքերով գրադարաններ, տարբեր շարժունակության կարիք ունեցող երեխաների համար հարմարեցված խաղահրապարակներ, սոցիալական ինտեգրումը խթանող համայնքային տարածքներ։ Նախագիծն այնքան հաջողակ էր, որ Մարկոն ստացավ սոցիալական ճարտարապետության ազգային մրցանակ։ Մրցանակաբաշխության արարողության ժամանակ նա մրցանակը նվիրեց Օլիվիային Աննային։ Այս նախագիծը ծնվել է սիրուց, ասաց նա իր ելույթում։ Մի կնոջ սիրուց, ով իր սեփական փորձը վերածեց ուրիշներին օգնելու վառելիքի, մի երեխայի սիրուց, ով ամեն օր ինձ սովորեցնում է, որ ընտանիքը ընդունման ներառման մասին է։ Աննան, որը հանդիսատեսի մեջ էր, հագած իր լավագույն զգեստը, այնքան ոգորությամբ ծափահարեց, որ ստիպեց ամբողջ հանդիսատեսին ծիծաղել հուզվել։ Քիարան նույնպես գտել էր իր ճանապարհը։ Նա սկսեց հանդիպել իր գործընկեր հոգեբանի հետ, թվում էր իսկապես երջանիկ։ Աննայի ծննդյան տոների ժամանակ սովորական էր տեսնել 4 մեծահասակներին կենսուրախ զրուցելիս, մինչ Աննան շրջում էր նրանց մեջ, փայլելով ուրախությունից, որ այդքան շատ մարդիկ սիրում էին իրեն։ Զվարճալի է, այդ հանդիպումներից մեկի ժամանակ Քիարան ասել էր Մարկոյին. Ես կարծում էի, որ մեծ ընտանիքը բարդ կլինի, բայց իրականում այն հրաշալի է։ Աննան այնքան շատ սեր ունի իր կյանքում։ Շաբաթ առավոտյան նրանք դեռ հաճախ էին լինում նույն սրճարանում, որտեղից սկսվել էր այդ ամենը։ Բայց հիմա սեղանի վրա, որտեղ նրանք նախկինում նստում էին, կար մի փոքրիկ, աննկատելի ցուցանակ։ Ալյանսի ընտանեկան սեղան, որտեղ սրտերը հանդիպում են։ Հուշատախտակը սրճարանի մենեջեր Պիետրոյի գաղափարն էր, ով սկզբից հետել էր զույգի պատմությանը։ Դուք ոգեշնչում եք այստեղ եկող բոլորին, ասել էր նա։ Դուք ցույց եք տալիս, որ սերը կարող է ծաղկել ամենապարզ վայրերում։ Աննան, որը պաշտոնապես ընդունել էր Օլիվիայի ազգանունը, սիրում էր բոլոր նրանց պատմել, թե ինչպես են իր ծնողները հանդիպել։ Հայրս թույլ տվեց Օլիվիային նստել մեզ հետ, քանի որ նա տխուր էր, հպարտությամբ բացատրեց նա։ Եվ հիմա մենք աշխարհի ամենաերջանիկ ընտանիքն ենք։ Եվ նա իսկապես հավատում էր դրան։ Աննան մեծացել էր, տեսնելով, թե ինչպես կարող է սերը բուժել վերքերը, ինչպես կարող է բարությունը վերափոխել կյանքեր, ինչպես կարելի է ընտանիքներ կառուցել քաջության գիտակցված ընտրության միջոցով։ Դպրոցում նա հաճախ էր նախագծեր անում տարբեր ընտանիքների մասին, միշտ ներառելով նրանց երեքի միասին նկարները։ Նրա ուսուցիչները նշում էին, որ նա բացառիկ կարեկից երեխա էր, միշտ պատրաստ էր ներգրավել իրենց մեկուսացված զգացող համակուրսեցիներին։ Նա փոքր տարիքից սովորել է, որ բոլորը արժանի են ինչ-որ տեղ պատկանելու հնարավորության, ասում էր Օլիվիան, երբ Աննայի անհատականության մասին գովեստներ էր ստանում։ Հարսանիքից 2 տարի անց սրճարանում սովորական շաբաթ օրվա մի օրվա ընթացքում Աննան մի հարց տվեց, որը զարմացրեց իր ծնողներին։ Օլիվիա, դեռ տխրում ես, մտածելով քո ընտանիքի մահվան մասին։ Դա լուրջ հարց էր, տրված երեխաների անմիջական անկեղծությամբ։ Օլիվիան ուշադիր մտածեց նախքան պատասխանելը։ Այո,
սիրելիս։ Երբեմն դեռ տխրում եմ։ Այդպիսին է կարոտը։ Այն լիովին չի անհետանում, բայց սովորում է համակեցություն գտնել մեր գտած նոր սիրո հետ։ Եվ նրանք գիտեն, որ դու հիմա երջանիկ ես։ Օլիվիան ժպտաց, զգալով, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով։ Կարծում եմ, այո։ Կարծում եմ, ինչ-որ տեղից, որտեղ նրանք երջանիկ են, իմանալով, որ ես սովորել եմ նորից սիրել։ Աննան գլխով արեց, գոհ լինելով պատասխանից։ Կարծում եմ, նրանք սիրում են ինձ հայրիկին։ Վստահ եմ, որ նրանց դուր կգա, պատասխանեց Օլիվիան, համբուրելով խորտ դստեր ճակատը։ Մարկոն լի սրտով հետում էր այդ զրույցին։ Նա տեսավ, թե ինչպես էր Օլիվիան գտել իր անցյալը հարգելու միջոց, միաժամանակ լիովին ընդունելով իր ներկան։ Եվ նա տեսավ, թե ինչպես էր Աննան, նույնիսկ այդքան փոքր տարիքում, ինտուիտիվորեն հասկանում սիրո կորստի բարդությունները։ Նույն օրը այգում նրանք հանդիպեցին քաղաքում նոր ընտանիքի այրացած հոր երկու փոքր երեխաների հետ, որոնք, կարծես, կորած մեկուսացած էին։ Աննան անմիջապես մոտեցավ երեխաներին սկսեց խաղալ նրանց հետ, մինչդեռ Մարկոն Օլիվիան զրույց սկսեցին հոր հետ։ Մենք նոր ենք տեղափոխվել այստեղ, բացատրեց տղամարդը, ակնհայտորեն հոգնած։ Դժվար է եղել հարմարվելը։ Մենք հիանալի հասկանում ենք, բարյացակամորեն ասաց Օլիվիան։ Երբեմն նոր տեղում սկսելը կարող է վախեցնող լինել։ Նրանք ամբողջ կեսօրը միասին անցկացրին, երբ հրաժեշտ տվեցին, Մարկոն հաջորդ շաբաթ օրը նոր ընտանիքին հրավիրել էր սուրճ խմելու։ Դա մեր ավանդույթն է, բացատրեց նա։ Եվ ավանդույթներն ավելի լավն են, երբ դրանք կիսվում են։ Այդ գիշեր, երբ նրանք տուն էին վերադառնում, Աննան վազում էր առաջ, Օլիվիան նկատեց։ Զարմանալի է, թե ինչպես է կյանքը կրկնվում գեղեցիկ ձևով, այնպես չէ։ Սա է նման։ Մենք այսօր օգնեցինք այդ ընտանիքին այնպես, ինչպես դուք օգնեցիք ինձ 3 տարի առաջ։ Այնպես է, կարծես մեզ ստացած սերը բազմապատկվում ու տարածվում է։ Մարկոն գլխով արեց, ճիշտ հասկանալով, թե ինչ նկատի ուներ նա։ Գուցե սա է ընտանիքների իրական նպատակը։ Ոչ միայն միմյանց մասին հոգ տանելը, այլ հոգատարության ալիքներ ստեղծելը, որոնք տարածվում են ամբողջ աշխարհում։ Հետ նայելով իր կյանքին, Մարկոն ստիպված էր համաձայնվել Աննայի հետ, երբ նա ասաց, որ նրանք աշխարհի ամենաերջանիկ ընտանիքն են։ Ոչ թե որովհետև այն կատարյալ էր, այլ որովհետև այն կառուցվել էր սիրո, ընտրության այն քաջության վրա, որ հավատալու, որ նոր սկիզբները կարող են ավելի գեղեցիկ լինել, քան առաջինները։ 3 տարի անց, երբ Աննան դարձավ 11 տարեկան, նա անակնկալ մատուցեց իր ծնողներին դպրոցական հատուկ նախագծով։ Նա գրել նկարազարդել էր, ինչպես մեծացավ իմ ընտանիքը մանկական գիրքը, որը պատմում էր մի աղջկա մասին, որի հայրը հանդիպում է մի յուրահատուկ կնոջ, որը բոլորին սովորեցնում է սիրո ներառականության մասին։ Ես ուզում եմ հրատարակել այս գիրքը, հայտարարեց նա իր ծննդյան ընթրիքի ժամանակ, որպեսզի մյուս երեխաները իմանան, որ ընտանիքը երջանիկ դարձնելու բազմաթիվ եղանակներ կան։ Մարկոն Օլիվիան հայացքներ փոխանակեցին, հուզված իրենց դստեր հասունությամբ, իմաստությամբ։ Եվ այդ պահին նրանք հասկացան, որ ոչ միայն կառուցել են երջանիկ ընտանիք, այլ մեծացրել են մի երեխայի, որը կշարունակի սիրո ներառման հույսի այն արժեքները, որոնք իրենք սովորել էին։ Աննայի գիրքը հետագայում հրատարակվեց տեղական հրատարակչության կողմից, դարձավ ժողովրդականություն վայելող տարածաշրջանի դպրոցներում, օգտագործվելով երեխաներին ընտանեկան բազմազանության ընդունվածության մասին սովորեցնելու համար, եւ ամեն անգամ, երբ Մարկոն տեսնում էր երեխայի, որը կարդում էր իր դստեր գիրքը, նա անսահման երախտագիտություն էր զգում 3 տարի առաջ տեղի ունեցած այդ անձրոտ շաբաթ օրվա համար, երբ մի տխուր կին խնդրեց կիսել իր սեղանը սրճարանում։ Պատմության ավարտ։ Սիրելի լսողներ, հուսով ենք, որ Մարկոյի, Օլիվիայի, Աննայի պատմությունը ձեր սրտերին նույնքան է հուզել, որքան մերին։ Սա պատմությունը երկրորդ հնարավորությունների մասին, այն մասին, թե ինչպես կարող է սերը ծաղկել ամենաանսպասելի վայրերում, այն մասին, թե ինչպես են ընտանիքները կառուցվում ոչ միայն արյունակցական կապերով, այլ ընտրության ջերմության կապերով։ Եթե այս պատմությունը ձեզ հուզեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել այս տեսանյութը։ Սա մեզ կօգնի շարունակել ձեզ համար պատմություններ ներկայացնել, որոնք գովաբանում են սիրո հույսի ուժը։ Մեկնաբանություններում ասեք մեզ. Հավատում եք սիրո մեջ երկրորդ հնարավորություններին։ Երբ է ապրել եք նոր սկիզբների պատմություն, որը հետք է թողել ձեզ վրա։ Մենք ուզում ենք լսել ձեր փորձառությունների մասին։
Եվ մի բաց թողեք մեր հաջորդ տեսանյութերը, որտեղ մենք կշարունակենք ուսումնասիրել մարդկային հարաբերությունների բարդություններն ու գեղեցկությունները։ Շատ շնորհակալ ենք մեզ միանալու համար այս հուզիչ ճանապարհորդությանը։